Առաջին ալիքը եւ BBC ընկերությունը ներկայացնում են երկու աստղ միջազգային երաժշտական նախագիծը։ Բարի երեկո, ընկերներ, բարի երեկո։ Երկու աստղը միավորում է պրոֆեսիոնալ երգիչների եւ տարբեր ոլորտներից մեզ հայտնի մարդկանց, որոնք սիրում են երգել։ Նրանք պատրաստ են փորձարկել սեփական հնարավորությունների սահմանները ու պայքարել մինչև հաղթանակ։ Իսկ կտոնի հաղթանակը մասնակից զույգերից միայն մեկը։ Նախագծում մնացել են 5-ը։ Այսօր մեր արտիստները հանդես կգան հայկական էստրադայի հին ու բարի հիթերով, մեզ տեղափոխելով 2000-ականներ եւ անցյալի այն գեղեցիկ տարիները։ Հիշում եք բոլորդ, հիշում եք։ Ինչ գեղեցիկ ռոմանտիկ ժամանակներ էին, տան քառակուսի մետրը ընդամենը $200 էր։ Տաքսին ամենաշատը վերցնում էր 600 դրամ, իսկ հայկական էստրադայի արտիստների մեծ մասը ապրում էր Հայաստանում, այլ ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծափահարություններ բոլորին։ Մինչ նախագծի եզրափակիչ փուլը ժյուրին եւ հանդիսատեսը որոշում են, թե ով կմնա նախագծում եւ ով կլքի այն։ Իսկ եզրափակիչ փուլում հաղթողին կընտրի հեռուստադիտողը SMS քվեարկությամբ։ Դրա մասին մանրամասն կխոսենք եզրափակիչ փուլում, իսկ հիմա ողջունենք մեր շատ սիրելի ժյուրիի անդամներին ձեր ծափահարությունների ներքո։ 2000-ականների սկզբին նրան ճանաչում էին Դավթաշենի բակերում որպես Գարո, բայց արդեն 2000-ականների կեսից եկավ նրա աստեղային ժամը ու նա չի հեռանում այդ աստեղային ժամը մինչ այսօր։ Դրախտի Ալվանի, հարց չկայի ու ալո Գարիկի իմ լավ ընկեր Գարիկ Պապոյան։ Ողջույն բոլորին, բարև ձեզ։ Ինչպիսին կլինեին 2000-ականների հայկական երաժշտական նախագծերն ու տեսահոլովակները, եթե նա որոշեր դառնալ դիվանագետ կամ բժիշկ։ Բարեբախտաբար մենք դա երբեք չենք իմանա, քանի որ նա ընտրեց ռեժիսուրան։ Հրաչ Քեշիշյան։ Արտիստ, որն ապացուցում է ակտուալությունը չկորցնելը տաղանդ է։ Թատրոն, հեռուստատեսություն, կինո, նա գտել է եւ ոչ մեկին չի ասում միշտ պահանջված լինելու գաղտնիքը։ Լուիզա Ներսիսյան։ Մեր ժյուրիի հյուր անդամի համար 2000-ականների սկիզբը շատ խորհրդանշական էր, քանի որ նա հենց 2000 թվականին թողարկեց իր դեբյուտային Անձրև ալբոմը, որը թրջեց ու մաքրեց բոլորիս հոգիները։ 2006 թվականին տարվա լավագույն երգչուհի եւ հիանալի անձնավորություն Հասմիկ Կարապետյան։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորին։ Ողջույն, սիրելի ժյուրիներ ջան, ոնց եք։ Շատ բարձր տրամադրությամբ։ Հիանալի է։ Ես ասեմ, որ մեզ մոտ այսօր կարելի ասել կիսաեզրափակիչ փուլ է, որովհետև 5 զույգ են մնացել, նրանցից մեկը այսօր կլքի նախագիծը եւ 4 զույգով մենք արդեն կտեղափոխվենք եզրափակիչ փուլ։ Տոնական տրամադրություն արդեն կա, տոնական ամփոփենք միջև կիսաեզրափակիչ անցած մեր ուղին, ձեր տրամադրությունը, ձեր տեսլականը դեպի եզրափակիչ Գարիկ Պապոյան։ Տոնական է գլոբալ առումով, որտեղ տոներն են մոտենում, բայց երկու աստղը մինչև նույնիսկ տոները սկսել է, այնքան առիթ է ունեցել տոնի վերածվելու, որ այս եթերաշրջանը մեզ համար ամեն օր է տոն եղել ու բոլոր մասնակիցները, նաև այն մասնակիցները, ովքեր այս պահին դուրս են եկել նախագծից, իրենց ամենատոնական պահերը հասցրել են ունենալ եւ նաև մեզ պարգևել։ Այնպես որ շնորհակալ ենք բոլորին, որ ոչ միայն մեզ թողեցին տոնը վայելել տարվա վերջում, այլ նաև ընթացքում մեզ լիքը տոներ պարգևեցին։ Շնորհակալություն Գարիկ։ Հասմիկ Կարապետյան, իդեպ սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք շատ փոքր եք տարիքով, միգուցե չհիշեք, բայց իմ տարիքի եւ ինձ մի փոքր ավելի երիտասարդ հեռուստադիտողներ կհիշեն, որ Գարիկը եւ Հասմիկը մասնակցեն երկու աստղ նախագծի երկրորդ եթերաշրջանին, որտեղ մասնակցում էին, հիշեցի՞ր Գարիկ, մասնակցում էին Գարիկը, Հասմիկ Կարապետյան եւ Անվադողը։ Այո, նրանք ունեին առաջին շատ համարն էր։ խորհրդանշական մի հատ անվադող, որը միշտ իրենց հետ բեմի վրա էր։ Հասմիկ, ախ ինչ լավ օրեր էին դրանք, թե հազիվ վերջացրեցին Գարիկի հետ մենք համագործակցելը, պատմիր խնդրում։ Երբեք չեմ մոռանա իմ ու Գարիկի ելույթը։ Երկու աստղ նախագիծ հենց ինքը ինձ համար շատ հոգեհարազատ է։ Այս նախագիծն ինձ հնարավորություն տվեց տարիներ առաջ ավելի շատ համարձակ լինել բեմում, փորձարկումների գնալ եւ փորձել ինձ այլ ոճերում։ Ես բարի երթ եմ մաղթում բոլոր մասնակիցներին, ուզում եմ, որ անկախ ամենից ուրախ լինեն եւ ուղակի այսպես վայելեն այս մթնոլորտը։ Շնորհակալություն Հասմիկ Կարապետյան, շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար։ Լուիզա Ներսիսյան։
Մասնակիցները բազմիցս ապացուցել են, որ իրանք հրաշալի դուետներ են կազմել եւ կարողանում են շատ ճիշտ ու կրեատիվ աշխատել։ Ես վստահ եմ, որ մեզ սպասում են ֆանտաստիկ նոր Ինչ լավ ասեցիր այդ բառը, մի հատ էր ասա Ֆանտաստիկ։ Ֆանտաստիկ։ Եվ վստահ եմ, որ դեռ մեզ զարմացնելու են։ Շնորհավորում եմ բոլորիս այս նախատոնական օրվա կապակցությամբ եւ բարի երթ։ Շնորհակալություն։ Պարոն Քեշյան, քանի որ տրամադրությունը նախատոնական է, այսօր ինչ եք կարծում, գնահատականներն էլ կլինեն տենց նախատոնական, թե ամեն դեպքում ժյուրին պետք է անի իր աշխատանքը, կապ չունի, թե դուրսը ինչ եղանակ է եւ ինչ տրամադրություն։ Ես կարծում եմ, որ գնահատականները իրականում տոների հետ այդքան էլ կապված չեն, բայց եթե արդար լինենք եւ ազնիվ, ապա կասեմ, որ մենք միշտ տոնական գնահատականներ ենք շռայլում մեր մասնակիցներին, որոնց նրանք բնականաբար արժանի են։ 2000-ականներին նա փոքրիկ, շատ փոքրիկ աղջնակ էր, որ դիտում էր երկու աստղը եւ երազում էր հայտնվել հեռուստացույցի արկղի մեջ։ Իսկ այսօր նա մեր գործընկերն է։ Բարի երեկո, Անի, դու մեզ լսում ես։ Բարի երեկո, Արամ, բարև բոլորին, այո, երազանքները իրականանալու հատկություն ունեն եւ ինձ դա շատ դուր է գալիս։ Ուզում եմ հիմա մեր մասնակիցների համար մի հատ կարճ հարցում իրականացնել, դուք կարող եք բրավոցներով պատասխանել։ Սիրելի երգիչներ, դուք երազել եք երգիչ դառնալու մասին։ Միշտ։ Այո։ 4 տարեկանից։ Շատ լավ, իսկ մեր կես դրույքով երգիչներ, դուք երազել եք, որ մի օր բեմում կերգեք պրոֆեսիոնալների հետ մեծ լսարանի առջև։ Նո կարճ ասած կմասնակցեք երկու աստղին։ Այո։ Շատ բարի, ես արդեն հասկացա, իսկ ովքեր մտքում մտածեցին, որ պատասխանը ոչ է, կարող եք ինքնակամ լքել կանաչ սենյակը։ Չէ, ես իրականում ուզում եի ձեր ռեակցիան ստուգել, ինչպես նաև մենք շուտով կստուգենք մեր առաջին զույգի ռեակցիան, քանի որ գիտենք, որ առաջինը ելույթ ունենալը մի փոքր ավելի բարդ է։ Իսկ մեր այս զույգը իրականացրել է մեզ համար վիրտուալ ճանապարհորդություն դեպի լատինամերիկյան երկրներ, մեզ տարավ կորցրեց Երևանի բակերից մեկում, իսկ հետո տեղափոխեց Հնդկաստան։ Մենք իրենց տեսել ենք ուրախ, շատ ուրախ, բարկացած, կրքոտ, բայց ոչ ռոմանտիկ։ Եկեք այսօր այդ բացը լրացնենք։ Ռոբերտո Կելտորես եւ Սոնա Մաթևոսյան, դիմավորեք։ Պատրաստը very difficult. Yes, it was difficult. Շատ դժվար էր, շատ դժվար տրվեց մեզ հնդկականը։ 3 օրում սովորել ենք բառերը, պարերը ու ամբողջ բեմադրությունը պիտի հասցնենք մարսել 3 օրում։ ChatGPT-ն մեզ շատ օգնեց իհարկե, որովհետև ասացինք մեզ այդ հնդկերեն բառերը, խնդրում եմ GPT. Շնորհակալություն։ Հնարավորինս շուտ սովորել։ Ամենակարևորը ինձ թվում է կարողացանք փոխանցել այդ տրամադրությունը։ Շատ վառ էր, ամեն ինչ գունեղ էր, իսկ այս շաբաթվա թեման է հին սիրված հայկական երգերը։ Ես շատ սիրված հայկական երգեր ունեմ, ասես շարք կա, բայց եկան կանգնեցինք Հայկոյի եւ Քրիստինե Պեպելյանի ուշացած խոսքեր երգի վրա։ Հայկոն ու Ռոբերտոն լավ ընկերներ են եղել ու ինքը ուզում է այս կատարումը հենց նվիրի Հայկոյին։ Կարճ ժամանակում նենց լավ է սովորել հայերեն բառերը այս երգի, որ անգամ արդեն ինձ աղություններ տալիս, երդվում եմ, ճիշտ եմ ասում։ Գնացինք մի քիչ հայերեն։ Դու նորից հիմա ինձ մոտ եկար, իմ ընկեր դատարկություն։ Դու ապրեսոնա, դու ապրեսոնա, լավ, ապրեսա։ Հիմա ինձ մոտ եկար, իմ ընկեր դատարկություն, ավելոր հույսեր մաշված նկար, կարկատում են սերնին, սիրտնին։ Լուր հոգնած շպիտ ու հին հուշեր, Ընկերն ես կես գիշեր, ես ու դու արի
խոսենք անձայն, այն ինչ որ անցել է Քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր Դու էլի մաչես ու չկա էլ սեր Քեզ եմ ես սիրում դու հետ չես գալու Դու էլի մաչես միանուն հերուն Քո համբուրը ինձ էլ չի այրի Ափսոսանքներ անտեղի Սերը մեր ջարդվեց հազար մասի Տարեց մեկ օրները Սերը Ինչ ափսոս որ սերը չեմ տեսնում Աչքերիդ կապույտ հորգում Հավատալ չեմ տալու կես հազ Այն ինչ որ անցել է սերը Քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր Դու էլի մաչես ու չկա էլ սեր Քեզ եմ ես սիրում դու հետ չես գալու Դու էլի մաչես միանուն հերուն Գուցե մի օր հանդիպենք իրար Գուցե դառնանք անծանոթ օտար Երբեմն դու ինձ հիշիր ու քո սրտում պահիր երկը իմ սերը իմ Քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր Դու էլի մաչես ու չկա էլ սեր Քեզ եմ ես սիրում դու հետ չես գալու Դու էլի մաչես միանուն հերուն Քեզ եմ ես սիրում ուշացած խոսքեր Դու էլի մաչես ու չկա էլ սեր Քեզ եմ ես սիրում դու հետ չես գալու Դու էլի մաչես միանուն Սոնա եւ Ռոբերտո! Ապրեք շատ։ Այս երգը 2000-ականներին շատերին ստիպեց սիրել, սիրահարվել, կորցածերը ետ բերել։ Ինչ կարծիքներ ունենք նախ այս ելույթի մասին սիրելի ժյուրի անդամներ, հետո կվերադառնանք արդեն երգին Գարիկ։ Շատ տոնական ելույթ էր։ Չկատակ եմ անում բնականաբար։ Ասեք շատ սիրուն ելույթ էր, շատ սիրուն էլ երգեցիք, պարզապես երևի այս տոնական միջավայրից եւ օրերից պուլսս արագացել ոնց որ բոլորին է, որ սենց շամպայն ենք ուզում, հրավառություն ենք ուզում ենք որպեսի տոն լինի ու սենց մի տեսակ դանդաղ էր ամեն ինչ, չնայած որ այս երգը իսկապես այնքան ջերմ ու լավ երգ է, դուք էլ էլի կրկնում այնքան սիրուն նկարագրեցիք ու սիրուն կատարեցիք, որ մի պահ տենց չէր համընկնում իմ այս տոնական շնչակտուր լինելը եւ ձեր այսքան հանգիստ լինելը, կարծում եմ ինքը ինչքան էլ եւս մեկ անգամ կշեշտեմ, շատ սիրուն ելույթ էր ու շատ գեղեցիկ երգ, ինձ թվում է երգն էր ուշացած, այն առումով, որ սա կարող էր երևի ձեր ընտրած երգերի հերթականության մեջ մի քիչ ավելի շուտ լինելով, շատ ավելի տեղին լինել, այսօր ավելի տես տուկուր էր, ասենց սպասվում, ոնց որ անցածներ, ասենք շատ ավելի տոնական, բայց ոնց որ տեղերով փոխածն, իմ մոտ այնց տպավորության, որ երգը ուշացած էր, ոչ թե խոսքերն էին երգի ուշացած, իսկ եթե իմ տպավորությունը դնենք մի կողմ, վերադառնանք ձեր կատարումին, դուք շատ լավն եք ու շատ լավ կատարեցիք, ապրեք։ Շնորհակալություն Գարիկ, պարոն Քեշիշյան։ Նախ ուզում եմ
ծափահարենք, բարձր ծափահարենք Հայկոյին։ Որովհետև իմ կարծիքով Հայկոն կարողացել է ստեղծել միջազգային հիթեր եւ սա այն մի օրինակներից է, որտեղ չգիտեմ, զգացմունքները այնքան շատ են, որ ժամանակի մեջ երգը դառնում է թանկ գինու նման, հասունանում է ու դառնում է այսօր լրիվ ուրիշ տեսակ ես լսում ու այլ ձևով ես ընկալում։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սոնա շատ գեղեցիկ կատարման համար, շատ հուզիչ էր, անկախ օրից, անկախ տոների մոտենալուց մեզ պետք է այս ռոմանտիզմի հոգին, որը տվեց երգը եւ դուք կարողացաք երգի միջոցով փոխանցել մեզ։ Հիանալի երգեցողություն, հիանալի բեմադրություն, շատ զգացմունքային կատարում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Լուիզա, խնդրեմ։ Դե ես այս երգի հետ շատ հետաքրքիր էմոցիաներ ունեմ, դուք դրանք բոլորը նորոգեցիք իմ մեջ։ Շնորհակալ եմ ձեզ եւ այնքան եմ սիրում, երբ որ զույգը վերջում կատարումից հետո, երբ որ շատ էմոցիոնալ կատարում ա լինում, գրկախառնվում են։ Դա նշանակում է ինչ որ մի բանը ասենց անավարտ էր մնացել, որ պետքա ավարտեն։ Դա վառ ապացույց էր, որ վերապրել եք երգը եւ մեզ էլ կարողացաք տեղափոխել այն ամենասիրուն սեր կոչված աշխարհը։ Ինձ թվում է հենց այս երգից հետո շատ շատերը կսիրահարվեն եւս։ Շնորհակալություն։ Հասմիկ։ Ես որպես հեղինակ մոտենամ ստեղծագործությունը, եթե երգը 20 տարի հետո, 30 տարի հետո դեռ լսվում է, նշանակում է երգը հաղթել է, բոլորս էլ վստահ եմ այս հնչյունների ներքո վերապրել ենք շատ ու շատ զգացմունքներ, էմոցիաներ, այն արժեք է եւ այսօր ես եւս կրկին անգամ դրանում համոզվեցի, որտեւ իմ սիրված երգերին է պատկանում, կոնկրետ ուշացած խոսքեր ստեղծագործությունը, դուք շատ զգացմունքային եք, դուք շատ դրացնում եք իրար, ձեր կատարումը հիասքանչելիա այսօր ինձ համար առաջին անգամ ձեզ լսում, այսպես կենթանի ձայնով, դահլիճից վայելում եմ ձեզ, շատ շնորհակալ եմ էմոցիաների համար։ Շնորհակալություն։ Իսկ մի հատ հարցոն Ռոբերտոն հասկանում էր ինչ էր երգում, բառերը դու իրան թարգմանում էիր, ասում էիր, թե դու գիտես երգի բառերը ինչի մասին։ Ջան, հասկանում են։ Դու հասկանում ես։ Իհարկե։ Այս ընթացքում սովորել ես հայերեն։ Սովորում եմ հայերեն։ Ջան։ Մի բան ասեմ, Ինչու ունատ գալիս։ կրկներքի մեջ մի հատ պահ կա, ես սխալ էի փաստորեն երգում, ինքը ինձ ուղում էր, արդեն այդ աստիճանի ենք էլի հասել։ Բրավո, Ռոբերտո, իրոք։ Շնորհակալություն։ Ձեզ սպասում ենք կանաչ սենյակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մենք էլ ենք շնորհակալ։ Սոնա եւ Ռոբերտո։ Mucho gracias. Շնորհավորում եմ ձեզ այսօրվա եթերի բացումը իրականացնելու կապակցությամբ։ Ինձ հետաքրքիր է թե ինչու եք հենց այս երգը ընտրել ու ենթադրում եմ որ Սոն դու ես ընտրել, որովհետև մի բան ինձ հուշում է որ դժվար թե Ռոբերտոն ընտրացնել այս երգը, դրա համար ինձ հետաքրքիր է ինչու հենց այս երգը, դու ուղղակի այս երգը շատ ասոցացնում ես հայկական էստրադայի հետ, թե ուղղակի անկախ ամենից շատ սիրում ես։ Նախ շատ սիրում եմ երգը, հետո դեռ Ռոբերտոն գիտենք, որ Հայկոյի երգերը շատ է սիրում, նույնիսկ կատարում է Հայկոյի երգերը, ինքն էլ մեծ սիրով համաձայնվեց այս երգը երգել։ Չգիտեմ, իմ մոտ տպավորված էր այս երգի տեսահոլովակը շատ, ու ես շատ սիրում եմ այս երգը, ինքը շատ գեղեցիկ երգ է, ու տենց որոշեցինք հենց այս երգը երգել։ Մենք այս երգը Անի ջան, եթե ակեղծ ուզում ենք ամենաառաջի մեր հաղորդման համար դուետների, բայց այն ժամանակ չստացվեց, ինձ հիմա որոշեցի։ Այսինքն Գարիկը կանխագուշակել էր, որ դուք ուզում եք այս երգը շուտ երգել, դրա համար ասում։ Հա, ուղղակի օրինակ Արտասամանյան հիթերի ժամանակ սա չէին կարա երգեինք, ռոքի ժամանակ էլ չէին կարա երգեինք։ Դրա Արտասամանյան չի հասկանում էլի։ Չեմ հասկանում ինչ նախնդիրը։ Ռոբերտո, ինձ հետաքրքիր է, մենք այսօր երգում ենք հայկական էստրադայի երգեր, որոնք հայտնի են 15-20-25 տարի առաջ, իսկ ինչ երգեր էր դու լսում 2000-ականներին։ Ես Կուբայում Cuban music. Devórame otra vez, ven, devórame otra vez, ven, castígame con tus deseos más, que el vigor lo guarde para ti, ay, ven.
enamoramiento. Նինան մեր Ով էր երկում։ Salsa. Քրիստինե Պեպելեո, հա, ինչ որ երևի իրանց Կուբայի հայտնի երգչուհիներից է։ Ինձ հետաքրքիր է, իսկ դուք այս ամիսների ընթացքում կարողացաք ընկերանալ եւ ինչ եք կարծում, երբ որ ավարտվի երկու աստղ, դուք կմնաք ընկերներ, թե հնարավոր արդեն մարդը իր ճանապարհով գնա։ Դե եթե Ռոբերտոն չորոշի մի օր Կուբա գնա, ընդմիշտ ինձ թվում է մեր ընկերությունը կշարունակվի։ Հուսամ ժյուրի գնահատականը ձեր միջև կռիվ չի գցի, եկեք լսենք, կարծում եմ գնահատականները արդեն պատրաստ են, Արամ, պատրաստ են։ Չգիտեմ ժյուրի անդամները պատրաստ են թե չէ, բայց ես պատրաստ եմ կուբայական այդ երգերի տակ պարել օր ու գիշեր։ Ընկերներ, գնահատականներ են ուզում կանաչ սենյակից, խնդրեմ, ձոնեք ձեր գնահատականները, Գարիկ։ 9 9, շնորհակալություն։ Հրաշք Քեշիշյան։ 10 10 Լուիզա Ներսիսյան 10 10 Ինչ լավ է սկսել եթերը Հասմիկ Կարապետյան 9 Շնորհակալություն։ Այո, բավականին բարձր գնահատականներ դուք ստացաք, չնայած երևի դուք սովոր եք 4-10 ստանալուն, բայց ինձ թվում է այս արդյունքն էլ է շատ լավ, ինչ եք կարծում, դուք ուրիշ արդյունք եք սպասում, թե սա լրիվ հենց այն էր, ինչ որ դուք ակնկալում էիք։ Ես շատ հուզվում եի այս երգը երգելուց առաջ, անկեղծ ասած, ինձ շատ դժվար տրվեց այս երգը մարսելը, սենց ասեմ, չգիտեմ ինչքանով է ինձ մոտ ստացվել, բայց սենց չգիտեմ ահավոր պատասխանատվություն է զգում այս երգը երգելուց, դրա համար շատ շնորհակալ եմ կարծիքների եւ գնահատականների համար։ Հուսով եմ լավ է ստացվել, չգիտեմ։ Մենք բոլորս կփաստենք, որ շատ լավ է ստացել, մենք հիացած եք ձեր կատարումով, դուք արդեն կարող եք գնալ, հանգստանալ, հաստատ ունեք դրա կարիքը, իսկ մենք արդեն դիմավորենք մեր հաջորդ զույգին եւ տեսնենք, թե ինչով կզարմացնեն նրանք մեզ այսօր։ Սրփուկ եւ Արամ Մելիքյան, դիմավորեք։ Չգիտեմ ոնց անցավ, բայց այսօր ստատուս Մեր եմ համար գրել։ լավ է անցել։ Ստատուս եմ գրել մերոնց, ով ինձ հետևում, ասել եմ նայում եք ու ջնջում եք ձեր հիշողությունները, մոռանում եք սրա մասին։ Մեր տրամադրությունը միջև բեմ բարձրանել շատ լավ էր ու մեր միակ նպատակը այն ա եղել, որ բարձրանանք այդ լավ տրամադրությամբ, կիսվենք հանդիսատեսի հետ, հեռուստադիտողի հետ, ժյուրիի հետ։ Դե անընդհատ ասում էին ուրիշ եղեք, մեզ մոտ այդ ուրիշ լինելը մենք միջին չունենք, այս ծայրեղությունից եկանք լավեր ես էիք ուզում։ Գնում ենք դեպի հին սիրված էստրադային երգեր, այո, ու ընտրել ենք Լիլիթ Հովհաննիսյան, նրան։ Բոլոր երիտասարդ աղջիկների ամենասիրված երգները այդ երգի ժամանակին, այնպես որ շատերս ենք լացել այդ երգի ներքո։ Ասեմ, որ այդ երգի ժամանակ անակնկալ է սպասվում։ Բայց չենք ասի ինչ անակնկալ է։ Հա, ոնց մի հատ հավես անակնկալ, այո։ Ինտրիգային անակնկալ է սպասվում։ Իդ մարախում չի երևում ոչ մի բան Ես գործի դեպի նրան տանող ճամփան Սուրձակոց իմ սրտում ու նորից արև մոլորվել եմ մրսում եմ չկարև Սիրտը իմ հիմա անձրև
թողնի իր հոգին մտնել Սիրտը իմ հիմա անձրևի նման արտասվում է սպասում է լուր նրա Միթե նորից չեմ քնելու այս գիշեր Նա գուցե մի բան համիշի Համաձայն եմ հողնին կյանքը իմ մատնել Նա միայն ինձ թողնի իր հոգին մտնել Սիրտը իմ հիմա անձրևի նման արտասվում է սպասում է լուր նրա Արամ Մելիքյան եւ Սրփույս Սարգսյան։ Սրփուկ, թույլ կտաս ասեմ, Արամ, ինչ ծևես երկում դու, մի հատ ծափարություններ Արամի, լուրջ, ես գիտեի, որ Արամը երկում է, բայց իմ համար մեծ բացահայտում էր նախ քո ձախ աչքը, երկրորդը քո վոկալը, բրավո, մնացածը թող ասեն արդեն ժյուրի անդամները, Գարիկ Խնդրեմ։ Ես երբես որ սխալ եմ տրամադրված։ Մի տեսակ շատ տենց հոգիս բան ուզում էլի տոն հրավառություն ու մի տեսակ չեմ բռնում ոնց որ ընթացքում գիտակցում որ շատ լավ է ամեն ինչ բայց զգում եմ որ չեմ կարողանում հուզվեմ այնպես ոնց որ կհուզվեի ցանկացած ուրիշ օր եթե դուք սենց խզարեիք այս նույն երգը ու ոնց որ հա ինձ հետ եմ բերում ասեմ Հետ արի տղա ջան, մի հատ նեղվի հլը։ Մի պես գիտեմ, տոնածառը դրել եք։ Դե բա էտա, շուտ ես դրել։ Շուտ ես դրել, գար։ Սենց ոնց որ Արամը այդ իր ձայնով իսկապես ֆանտաստիկ երգեցողությամբ ու ջութակը որ պիտի զարմանամ։ Ես մեկը սենց նայում ասեմ, իսկ ուր ալզմեր պապիկը։ Ճիշտ եմ ասեմ, Game of Thrones-ի Բելիի խադակին նայում ջութակ։ Տրիտոնն եմ ես, տրիտոնն եմ։ Շատ նմանես։ Բայց եթե այս տոնական ոգևորությունս մանկական թողեմ մի կողմ, ռացիոնալ դատեմ, իսկապես շատ ուժեղ համարեր, շատ հուզիչ էր, Սրփուկ դու, Արամ դու, չգիտեմ ով ում էր պահի տակ օգտում, ով ում էր պահի տակ հաղթում, բայց երկուսով իրար հետ նենց անթերի համար մատուցեցիք, որ նեղվում եմ, որ կարողացաք մի քիչ հուզեք։ Պիտի չկարողանայիք այս տոնական օրերին, բայց կարողացաք։ Այդքան ուժեղ ելույթ էր ես։ Ապրեք, շատ ապրեք։ Շնորհակալություն շատ։ Ուղղակի հին տոմարով Գարիկեստանը արդեն նոր տարի է, այլ։ Այսինքն մի բան։ Պիտի սուրճ չխմեի գոնես, ոգևորված եք։ Հրաշք Քեշիշյան որպես 2000-ականների էստրադայի քավոր։ Կնքահայր, խնդրեմ։
կարող եմ շատ անկեղծ ասել, երեխեք շատ բարձր նշաձող եք վերցրել, Սրբուկ քո դիապազոնը, քո հնարավորությունները, քո բոլոր արտիստական եւ երգչական ունակությունները ֆանտաստիկ են, մեծ են, բայց ենթադրում եմ, որ Արամին շատ բազմա խնդիր համար էր սա եւ Արամը շատ բաներ անում, սկսած ջութակ նվագելուց վերջացրած ձայների փոփոխությունը, այսինքն մեկ վերևում էր երգում, մեկ ներքևում էր երգում, Արամ, բրավո, շնորհակալություն, բայց կարծում եմ, որ նաև պետք է մի փոքր ավելի լինել օպտիմալ այդ իմաստով, որպեսզի այդ համարը ստացվի ավելի, ոնց ասեմ, ամբողջական եւ անկեղծ, որովհետեւ այստեղ զգացվում էր, որ Արամը նեղվում է տեխնիկական այդ վերև ներքևներից, բայց շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր համար էր Սարցեմարդը, Արալեզները, Գեղեցկուհին ու Քարերը։ Շնորհակալություն։ Նետը։ Հա, նետը։ Սուլցակոսի պատճառը նետն է, էլի։ Իր սրտում։ Շատ խորն է։ Ինչքան ժամանակ ունես դեռ Սրբուկ կարանք, չէ՞ խոսնա։ 5 րոպե։ Լուիզա, խնդրեմ։ Ես այնքան ուրախ եմ, որ այսպիսի սիրառատ եթերա մեզ սպասում, ես հուսամ, որ մյուս մասնակիցները նույնպես այդ սերը կպարգևեն մեզ, ես դեր շնորհավորում եմ, որովհետև դուք այսօր հրաշք եք, դուք ֆանտաստիկ եք, Արամ, իրոք, շատ համահունչ, շատ գեղեցիկ, շատ հուզող, չգիտեմ, ես ցենց վայելել եմ, հիշում ես Սրբուկ, նախորդ եթերին քեզ ասացի, որ դու քիչ էիր, ես երևի թե ուզում եմ քեզ անդադար վայելել քո վոկալային տվյալները եւ այնպիսի դիապազոնով երգեր ընտրեք, որպեսզի ես որպես ունկնդիր կարողանամ քո ձայնը եւս մեկ անգամ վայելել, իսկ նախորդ երգը ինձ համար մի քիչ էր, պարգևի մեզ այդ տոնը, խնդրում եմ, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Հասմիկ Կարապետյան, որպես 2000-ականների կարկառու ներկայացուցիչ էստրադայի, Խավորքին։ Խավորքին։ Շատ հուզիչ էր, Սրբուկ եւ Արամ ջաներ, ուրեմն հազվադեպ է պատահում, երբ երգեցողությունը, բեմադրությունը, իրար զգալը եւ արտիստիզմը այսքան համահունչ են, որ դու պարզապես չես կարող ոչինչ ասել, ամեն ինչ մոռանում ես եւ ուղակի վայելում ես, զգում ես կատարումը, ինձ համար այսօրվա ձեր կատարումը այդ դեպքերից էր, որովհետև ես մոռացել եմ, ես որտեղ եմ, ինչի համար եմ, դուք շքեղ եք եւ ես Արամին միանամ, MP3-ին, ես ապշած եմ, ձեզ չէի լսել, Արամ ջան, այդ ինչ գեղեցիկ ձայնային տեմբր ունեք դուք, ինձ շատ դուր եկավ, այսպես անհատական կարծիքս եւ Սրբուկն էլ օգնում էր, որպեսզի դա էլ ավելի վառ երևա։ Անկախ ամեն ինչից շնորհավորում եմ, շնորհակալ եմ։ Դուք ինձ ցնցել եք այսօր։ Ամեն առավոտ։ Շատ շնորհակալ ենք։ Արամ, մենք գիտենք, որ դու սիրողական մակարդակով երգում ես, բայց կարող է արդյոք այս նախագիծը քո մոտ փոխել ինչ-որ մտքեր եւ դու ուզենաս մտնել իրոք երաժշտական աշխարհ քո վոկալով, որտեվ ասեք։ Ես ավարտել եմ Երևանի Պետական կոնսերվատորիան 17 տարվա ջութակար եմ նախկինում, դա մնացել է ես 15 տարի գործիքին չէի կպել, այսպես ասած, երկու աստղի այդ հնարավորությունը տվեց, երգեցողություն իմ կյանքն է, եթե ստացվի ինձ մոտ, դա դարձնել նաև որպես մասնագիտություն պրոֆեսիոնալ, Այսինքն կա ցանկություն։ Շատ մեծ։ Դե Սրբուկը քեզ օգնական։ Շնորհակալություն, ճանապարհում ենք կանաչ սենյակ, շնորհակալ եմ շատ։ Արամ, Սրբուկ, Արամ, Սրբուկ, Արամ։ Ոնց եք։ Հարցս միանգամից ուղեմ Արամին, այ 2000-ականների երաժշտության մեջ, ինչ կա, որ հիմա կարոտում ես, որ հիմա մի տեսակ չի հերիքում ներկայիս օրինակ երաժշտության մեջ, որ կուզեիր էլի լիներ դա։ 2000-ականների իմ էմոցիաներն էլ էին ուրիշ, ու նաև ստեղծագործողների, երգողների այդ էմոցիոնալ դաշտը հենց որ ես լսում եմ միշտ արթնանում է, որը բերում է թե իմ մանկությունը, թե պատանեկությունը, թե հետաքրքիր ոչ ապրում, հիմա մի քիչ ուրիշ ապրումներ է, էլի, այդ ապրումները կուզեի հետ գար։ Դուք ինչա որ ձեր կարծիքով կիսատ եք թողել, դեռ չեք ասել երկու աստղի շրջանակներում կամ արել, որ կուզեիք հասնել եզրափակիչ հենց դա ասելու կամ անելու համար։ Որդ հարց է։
ինչ որ բան կա։ Մեր մաքսիմումը փորձենք ցույց տալ եզրափակչին, որը կարծում եմ դեռ ունենք տեղ ցույց տալու։ Ինձ թվում է ավելի sense ռիթմիկ, էներգետիկ դեր վիճակը ամբողջովին չենք տվել, էլի։ Հա, պիկը ցույց տալ այդ բառով էլի նշեմ, ներողություն։ Ռեքսանսի տեսքով օրինակ, չէ՞։ Հա, ինչ որ դեմ։ Եկեք ձեր համբերությունը շատ չշարաշայենք, ինձ թվում է արդեն ժյուրին նախապատրաստել է ձեր գնահատականները եւ տեսնենք թե ինչպիսին է պատկերը այսօր, Արամ։ Եվ այսպես էլ ժյուրի ձեր գնահատականների ժամանակն է եկել, կխնդրեի որպեսզի գնահատեք Արամի եւ Սրփուկի ելույթը։ Գարիկ, խնդրեմ։ 10 10 Հրաչ Քեշիշյան 9 Լուիզա Ներսիսյան 10 Ասմիկ Կարապետյան 10 Ընկերներ, ենթադրում եմ, որ շատ դժգոհ եք, որովհետև երևի թե ակնկալում եք 4-10-ը, կասեք ձեր էմոցիաները ինչպիսին են հիմա։ Ես դուրս որ եկա բեմից, ասենքան էմոցիաներ ունեմ, առաջին անգամ իմ կյանքում գնահատականը կարևոր չէ, որովհետև այն տիպի են վայելել բեմը, որ բայց 10-րի համար շատ շնորհակալ ենք։ Օրինակ դուք կարողանում եք կանխագուշակել գնահատականները, երբ պատրաստվում եք, ասում եք, դե եթե սենց երկենք մոտավոր մի այսքան միավոր կստանանք։ Ոչ։ Չենք հասցնում մենք ցույց իդեալական իմանանք մեր կատարումը, որ իմանանք ինչ գնահատական կստանանք։ Չենք հասցնում դրան, էլի։ Առաջարկում եմ դուք գնաք հանգստանաք, որովհետև Սրփուկը մեր աչքերի դիմաց արնակամ է լինում։ Ինձ թվում է հիմա ավելի լավ կլինի դու պարկես հանգստանաս, դրա կարիքը հաստատ ունես, իսկ մենք անցնենք մեր հաջորդ զույգին։ Իրականում աշնանային եթերաշրջանի երկու աստղի շատ տարբերվող էր։ 9 զույգերից 3-ը աղջկական էին։ Անահիտի, Սիրունի, Զարուհու եւ Սոֆիի ականջները կանչի, բայց կիսա եզրափակչում հայտնվեցին միայն Նինան եւ Անահիտը, իսկ արդյոք եզրափակչում կլինեն նրանք թե ոչ, մենք այսօր դա կիմանանք։ Դիմավորեք Նինա Տիտանյան եւ Անահիտ Ադամյան։ Նինան իրականում հիմա բողոքելու է, ասելու է, որ այդքան լավ չի, ինքը այդքան գոհ չի իրանից, բայց ես կասեմ, որ ես շատ գոհ էի մնացել համ ինձանից, համ Նինայից։ Հաջորդ թեման եթերի լինելու է հայկական հին էստրադայի երգերից եւ մենք ընտրել ենք Լիլիթ Հովհաննիսյանի Գնչուն, որովհետեւ տես նստած նայում էինք, որ երգը մեզ կսազի ու երկար ենք ընտրել։ Հա, բայց հասկացանք, որ ամենաճիշտը ինձ ու Անահիտի էներգիային սազողը դա Լիլիթ Հովհաննիսյան Գնչուն է։ Այո։ Լսի։ Գնչուի քո մայրը մի անգամ գուշակեց ճակատագիրս, բայց ինչու չասած նա ինձ հավայ վառերը։ Փորձերը ավելի դժվար են անցնում, քան երբևիցե անցել են այսքան ժամանակ։ Հա, որովհետև ես շատ վատ առողջ եմ։ Հերիք չի կոկորտս, քիթս, այսօր սիրտս է։ Մահանում եմ կամած բեմին։ Գնչու երգը ընտրել ենք, որովհետև էներգետիկաներով շատ մենք գնչուներ ենք։ Այո, նավակ Նինան։ Եվ երևի այս երգը նվիրում ենք Ռոբերտո Կելտորեսին։ Մեր քրաշն է Ռոբերտո Կելտորեսը, դա օֆիցիալ հայտարարում ենք։ Երբեք էլ չեմ ասի երբեք Սրտիս վրա դրել եմ իմ մեծ կողպեր Իսկ հիմա կյանքս առանց քեզ չարժի անգամ մի քոր կողպեր Գնչուի քո մայրը մի անգամ գուշակեց ճակատագիրս Նա ասաց հեռու ման չգամ բախտս դու ես իմ կողքին ես Գնչուի քո մայրը մի օր գուշակեց ճակատագիրս Բայց ինչու չասած նա ինձ որ դու անսիրտ ու անհոգի ես Մայրս որ գիտի թե դու ով ես Ախա նա պիտի զից հետ մահեքես իմ սիրած տղան գնչու է ու չեմ հասկանում ինչու է սիրտը իմ նրա
ձերքն է իմ այսօր խնդրել նանանեյրա նանանայնեյրա նանանեյրա նանանայնեյրա նանանեյրա նանանեյ նանանեյրա նանանեյ նանանեյրա նանանայնեյ Աղջիկներ այ փողոցով տեսեք նա էլի գալիս է Դեժողնեք ննանք երկուսով աղին եմ չոքին լալիս է Աղջիկներ այ փողոցով տեսեք նա էլի գալիս է Չթողնեք ննանք երկուսով այնց խերթոքից լալիս է Այրը դու գետի թե դու ով է Չեմ հասկանում ինչու է Սիրտը իմ նրան ընտրել Ձերքն է իմ այսօր խնդրել Նանանեյրա նանանայնեյրա Նանանեյրա նանանայնեյրա Նանանեյրա նանանեյ Նանանեյրա նանանեյ Նանանեյրա նանանայնեյ Կողասել ինձ փախցրել է նա Կողասել ինձ փախցրել է Աշխարից ինձ թաքցրել է նա Աշխարից ինձ թաքցրել է Հետո թողել հեռացել է Հետո թողել հեռացել է Իբր իզնից նեղացել է Իբր իզնից նեղացել է Հայրս մոգի դե դու ով ես Ախայն ապիտի իզնից Հետ պահեք Սիրած տղան գնչու է Ու չեմ հասկանում ինչու է Սիրտը իմ նրան ընտրել Ձերքն է իմ այսօր խնդրել Իմ սիրած տղան գնչու է Ու չեմ հասկանում ինչու է Սիրտը իմ նրան ընտրել Ձերքն է իմ այսօր խնդրել Նանանեյրա նանանայնեյրա Նանանեյրա նանանայնեյրա Նանանեյրա նանանեյ Նանանեյրա նանանեյ Նանանեյրա նանանայնեյրա Նանանեյրա նանանայնեյրա Նանանեյրա նանանեյ Նանանեյրա նանանեյ Նանանեյրա նանանայնեյ Օպա Նինա Տիտանյան եւ Անահիտ, բրավո, բրավո, բրավո։ Մունեն Ռուժով, Ջոկերով, Հարլի Քվինով մեր աղջիկները եկան հասան գնչուներին, ապրեք շատ, իմիջիայլոց ասեմ, այսօր դու մի քիչ վատառողջ ես, մի փոքր 41 աշճան տաքությունով է այսօր Նինան, բայց նրան չի խանգարել, որպես գնչուներ, որպես բախտագուշակներ ինչ որ տեղ նայե, որովհետև հիմնականում գնչուները չի, ասում են մի հատ ձեռքի վրա գուշակենք, ինչ է կարծում, ով է անցնելու եզրափակիչ փուլ, ով չի անցնելու, կամ սենց ասենք, ով չի անցնելու եզրափակիչ փուլ։ Պատասխանես։ Այսօր փչացել է իմ անտենաները տիեզերքի, չեմ կարող ասեմ։ Իսկ դուք անցնելու եք եզրափակիչ փուլ։ Պետք է փոխել տալ։ Մենք ուզում ենք անցնենք, սենց ասեմ։ Այո։ Թե կանցնենք, թե չի, արդեն Սխալտեղես նայեմ, այնտեղ պետք է նայես, այնտեղ պետք է նայես։ Գարիկ, քեզ համար ստեղծեցին տոնական ամանորյա մի քիչ տրամադրություն, թե չէ, չի լինում։ Այո, ես մի քիչ ռումինական ամանոր էր, ամեն դեպքում ստեղծեցին շատ զվարճալի էր եւ այդ զվարճանքին զուգահեռ շատ լավ երգած էր։ Ես ցավում եմ, որ Նինան որոշել էր իսկապես երգեր հենց այն օրը, երբ ինքը 48 աստիճան տաքություն ունի, բայց զգացում էր, որ այս անգամ նաեւ երգեցողության վրա ինքը ժամանակ է ծախսել ու փորձում անի, եթե չիմանայի, որ տաքություն ունես, էլի կասեի, որ բավականին աճ կար երգելուտ մեջ ու աշխատանքը զգացում էր, ու հիմա իմանալով, որ այդ տարել ես տաքությունով, նաեւ հասկանում եմ, որ ավելի լավ էր կարողացել երևի փորձերին անել։ Շատ գնահատում ենք այդ Անահիտ ջան, ֆանտաստիկ է երգել, քեզ շատ էլ սազում է, զարմանալիորեն է շորին շոր մեկին սազում է ու այդ Անահիտն է։ Մազերս հատուկ դրա համար եմ ներկել։ Շատ լավն է, շատ լիարժեք էր, շատ հավես էր ու շատ հավես տրամադրություն փոխանցող էր։ Այսօրվա իմ սպասածին դեռ ամենաշատը դուք եք մոտ եկել, էլի, տեսնենք։ Ձյուն չկար, բայց մնացածը ոնց որ տենց Ձյուն չկար, բայց ձի կար, էլի։ Ուղղակի են կոմի վրա երևի, բայց ապրեք, շատ լավն է, ձեր զույգը շատ վառ հավես զույգ է։ Շատ շնորհակալ ենք, շատ։ Շնորհակալություն։ Հրաշք Կեշիշյան։
Շնորհակալություն, որ անդրադարձել եք այս երգին, այս կատարմանը ամեն ինչ հիանալի էր, ուրախ էր, հետաքրքիր էր, դուք վառ էիք, ապրեք։ Շատ շնորհակալ Մի եմ։ հատ հարց տամ էլի, նայում էի Նինային։ Ես այնքան եմ աշխատել, որ չնայեմ Նինային, ինձ թվում է ստացվել է։ Մի անգամ նայել ես, մի անգամ։ Ես էլ նկատեցի մի անգամ, որ նայել ես, այո։ Մենք Բայց հաշվում ես ենք։ ապրես, որ այդ կտորը բանը սարել։ Լվացքով փակել էր։ Տնային աշխատանքը կատարված է։ Չէ, լվացք էր փռե, որ չտեսնի Նինային, գնացել մտել էր այդտեղ։ Լուիզա, գնչուական երաժշտական մեկնաբանություններ։ Այսօր կարող եմ ասել սիրո տարբեր դրսևորումներ ենք մենք տեսնում։ Կար սեր սկզբից, որը պոետիկ էր ավելի, այս դեպքում սերը ձեզ թևեր էր տվել, ճախրում եք եւ մեզ էլ փորձում եք այդ սիրո էմոցիաները տալ, որը տանում էր դեպի ուրախություն, տոն, դուք այդ տոնը այսօր պարգևեցիք, անհայտ ես զարմացած եմ, գիտես ինչի վրա, որ դու կարող ես այդ հանգստությամբ, այդ վերևի նոտաները վերցնել ու այդքան ճիշտ լինել այդ ամենի մեջ։ Ես քեզ շնորհավորում եմ, դու հրաշալի երգչուհի ես։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ինչ վերաբերում է Նինային, Նինա, դու այսօր նաև Անահիտի ֆանատն էիր։ Իրա պարտիաները դու երգում էիր միկրոֆոն չունենալով։ Որոշել էիր այդ վայելել իր բոլոր երգած բառերը։ Մի խոսքով ես ձեզ շնորհավորում եմ, այսօր իսկապես մեզ տոն պարգևեցիք, ապրեք շատ։ Մենակ ասեք Զինուրա։ Մենք ճիշտ ասած այս երգը Ռոբերտո Կելտորեսին ենք նվիրել։ Ինքը մեր ռումինացի։ Սերնա։ Այդ ենք ուզում ասենք։ Իսկ ինքը գիտի որ նվիրել եք։ Այո, մենք ասել ենք հիմա ուշի ուշով մեզ հետևում։ Ինքը գիտի որ ռումինացի է։ Ուզում եմ տեսնեմ Ռոբերտո ոնց է ուշի ուշով հետևում։ Հասմիկ Կարապետյան, մենք ուշի ուշով սպասում ենք ձեր մեկնաբանությունը։ Այո, շատ բարձր է տրամադրությունս այս համարից հետո, որովհետև տեղափոխվեցի լրիվ ուրիշ աշխարհ, ավելի վառ, ավելի դրական։ Այն, որ Նինան ինձ համար մի կերպար է, ում ճանաչում եմ եւ հետևում եմ նույնիսկ, եւ երբ տրամադրությունս շատ վատ է, ես ուղղակի թերթում եմ նրա ռիլերը եւ տրամադրությունս Միացնում ես Նինային։ Այո, միացնում եմ Նինային, դու ինձ համար բազմա տաղանդաշատ մի երևույթ ես, այդպես ես ասեմ։ Չեմ կարող ես Շնորհակալ եմ։ Անահիտ ջան, ինչքան համովիկ ես։ Ջերմություն ունի, ես բաներ էլ ասում եք, բանշի խառնում։ Եվ ջերմելով այսքան էմոցիա տվեց մեզ բոլորիս, ես 40 քանյացիան շնորհակալ եմ։ տակությունից չի կողանում կանգնի։ Բրավո Նինա ջան, քեզ առանձնահատուկ այսօրվա համար։ Հասմիկ մի հատ կարամ կներեք, էլի հոզորն է։ Քանի սենց շանսը կարող ենք իրար հետ մի հատ երգ երգենք, միշտ երազել եմ։ Ես գնում եմ սիրելի, եւ փակում եմ դուռը իմ ետևից գնում։ Վերջից իմ երազել։ Այն ամենասիրուն մասը ինձ կթողեք։ Արամն էլ լրացրեց։ Մի խոսքով, ապրեք ոգևորեցիք, շատ դրական եք եւ պարը, մի խոսքով չասեմ, մեզ համար է։ Բրավո Անահիտ եւ Նինա, ապրեք։ Շնորհակալություն, ոնց որ դες նոր տարվա համու հոտ եկավ, հա գալ։ Այս էր ուզում։ Մանդարինի կլեպի հոտ արդեն։ Շամպայն եք բացում։ Ունեք շամպայն։ Չէ, Իսկ մանդարին կգտնենք։ Կոնյակ կանդեղ։ Դեկը գնանք կոնյակ խմենք։ Մերսի, շատ։ Գնանք իրոք։ Ահա, գնանք։ Գնանք։ Նինա եւ Անահիտ։ Ռոբերտոն ջերմ դիմավորում է ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ ձեր հրաշքը կատարման համար։ Ձեզ մի հատ խնդրանք ունեմ, այս 5000-ը վերցրեք, մի հատ իմ ձեռքը կնայեք, որ խնդրեմ։ Մի հատ տեղավորեմ այս 5000-ը։ Ծախը պետք է տամ։ Անի ջան, 3 եմ տեսնում ու 2 աստղ։ Նշանակվա երրորդ եթերաշրջանը 2 աստղը դու ես էլի։ Ինքն ձեզ հարցեր հետաքրքրում։ Հետո տեսնում եմ օմուսնություն եմ տեսնում։ Եվ երրորդը չեմ ասի, թող մեզ քվյարկեն հետո կասեն։ Ես հույս ունեմ, որ դուք կանցնեք, որտեվ ինձ շատ հետաքրքիր է։ Ընկերներ, կպատմեք ումներ երգի ընտրությունը, ինչու հենց այս երգը։ Ընդհանուր որոշում էր ինքը, մեր սիրելի Մարի Ավանեսյան հետ։ Ես եւ Նինան, Մարին իրոք, Մարին որորդ անգամ մեզ շատ ճիշտ խորհուրդներ ա տալիս երգի ընտրության մեջ։
Տենց, բայց մենք շատ գոհ էինք։ Ես սկզբում չէի ուզում էի ավելի դանդաղ, բայց հետո հասկացա, որ մերը աշխուժն է։ Դուք մեր եթերաշրջանին ամենապայթյունավտանգ զույգերից եք ու ամենաէներգիայով լի, ինձ հետաքրքիր է ոնց եք դուք բաշխում ձեր էներգիան։ Բեմից դուրս ավելի пассив եք լինում, թե ձեր այնքան շատ է, որ հերիքում է համ բեմում, համ բեմից դուրս։ Դե իմը շատ է։ Իմը ես մինչև եթերի ընթացքում, եթերից հետո լիքը։ Իսկ Նինան պարկած է այնտեղ լինում, սովորաբար, եթե ստեղ նստած չի, ուրեմն այնտեղ պարկած է։ Ջերմությունով, բայց մի հատ հանուն արդարության բան ասեմ, այսօր Սոնան էլ է հիվանդ, մենք երկուսով ցենց շատ վատ էինք զգում մեզ, մենք բայց ինձ թվում է լավ կատարեցինք երգը մեր, քանի որ ես իր զուգընկերոջն էինք, մենք այս երգը նվիրե մենք հուսանք Սոնան մեզ ընդունեց, բայց ինչ վերաբերում է մեր էներգիային, Անահիտը գեր ակտիվ է, մեկ չափից դուրս ուզում եմ տամը սպանեմ։ Բայց ես դու ավելի пассив ես, մենք դա նկատել ենք։ Խնայում եմ բեմի, որպեսզի այսպիսի ելույթ տեսնենք։ Հուսամ դուք հնարավոր է իրար վարակել եք, չէ՞, հիվանդությամբ, հուսամ իրենք լավ գնահատականներով ձեզ կվարակեն եւ դուք այսօր կունենաք բարձր գնահատականներ։ Հուսանք շատ, կարծում եմ ժյուրին արդեն նախապատրաստել է գնահատականները, եկեք լսենք, Արամ, մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք նաև մենք, կարծես թե գնահատականներ բարձրաձայնելու, Գարիկ, խնդրեմ։ Միանշանակ 10։ Շնորհակալություն։ Հրաչ Քեշիշյան 8։ Շնորհակալություն Լուիզա Ներսիսյան 10 Հասմիկ Կարապետյան 9 Շնորհակալություն այսպիսի գնահատականներ անի Շատ տարբեր էին գնահատականները իդեպ 8, 9 եւ 10 ինչ կասեք դուք ինչպես են Ճիշտ ասած sense շատ գովասանքի խոսքեր լսեցինք հետո sense շատ միանգամից կոտրեցին մեզ ութով 3 4 5 շատ լավն էր 6 Ապրեք բայց Գարիկին շատ շնորհակալ ենք 10-ի համար 9-ը ունեցանք Լուիզան 10 Լուիզան 10 Ես 8-ից հետո չեմ լսել նեղվե 10 8 9 10 Հա 10 8 9 10 18 10 Հա չէ շնորհակալ եք Շատ լավ է Շատ լավ է 8-ը տենց մի քիչ անսպան գիտեք հենց սառը ցնցուղ էր էս իմ տակությանը շնորհակալություն Հնարավոր է առողջության համար դա պետք է դուք արդեն կարող եք գնալ հանգստանալ ինձ թվում է դրա կարիքը շատն եք նաև կազդուրվեք ինչու ոչ մենք արդեն դիմավորենք մեր հաջորդ զույգին մեր հաջորդ զույգը այնպիսի երգ է ընտրել որը ժամանակին հնչում էր ամեն արտուկից, ինչու միայն արտուկից, նաև բոլոր ձայն հանող սարքերից։ Իրականում նման երգեր ընտրելը շատ ռիսկային է, որովհետև մենք սովոր ենք այդ երգերը լսել հենց կոնկրետ ինչ-որ արտիստի կատարմամբ, բայց Այզույք ապացուցել է, որ ռիսկը նրանց երկրորդ անունն է։ Հա, իսկ առաջին անունն է Սևակ Ամրոյան եւ Նազիկ Ավդալյան։ Разлуки заносы не беда, только слышат морозные года. Լավ էր, մենք տպավորությունն է, որ բոլոր լեզուներով փորձում լավ էր, իրականում լավ էր, կարծում եմ սիրվեց համարը, բեմադրությունը շատ սիրուն էին արել Որոշեցինք ընտրել այնպիսի երգ, որ շատերի կողմից սիրված է, ինչ-որ չափով ծանոթ ենք եւ շատ հետաքրքիր բեմադրություն կարելի է ստանալ Ու ստացվեց այն ինչ-որ ստացվեց Այո, ինձ դու եկավ Չէ, հաստատ շատ սիրուն է Մենք քայլերով կամաց մոտեցանք նախավերջին համերգին Իմ կարծիքով շատ գեղեցիկ երգ ենք ընտրել էլի, Արամ Ավագյանի Իմ լուսին երգը։ Ես էլ պատրաստ չեմ ապրել առանց քեզ իմանքի Ես քեզ եմ խնդրում Այս են երգն է, որ կոնկրետ շատ հայկական հիթերի մեջ իր ուրույն տեղը ունի, բոլորը գիտեն, շատ սիրված երգ է։ Բեմադրությունն էլ շատ սիրուն է, այսպես լավ անակնկալ թողումն է։ Մեր հարաբերությունները կկառուցվեն կայարանում, այդքան ասենք, բայց մնացածը թե ինչ կլինի, թող հանդիսատեսը տեսնի, վայելի, բոլորին բարի դիտում։ Այո։
երկնքում մի լուսի ինձ է պատմում քո մասին նա քո անունը ունի դու իմ սեր իմ լուսի Հին անցյալի օրերում Երբ ողջ աշխարհը մեզ էր պատկանում Յոթերորդ երկնքում քեզանով է ապրում Քո շնչով է շնչում Դու հեռացար գնացիր ու ինձ վերջում ասացիր Որ դեր գալու ես դու հետ ու դրիր ստորագետ Դու հասկացիր մի պարզ բան Որ չկա իսկապես վերջաբան Պատմությանը այս մեր ու բախտից մի նվեր Մենք ստացել ենք մեծ սեր Երկու չկաց իմ օրերն են դատարկ անորոշ Ու տես առած քեզ սիրելիս կյանքի կինն է մի գրոշ Ես դեռ պատրաստ չեմ ապրել առանց քեզ իմ անգին Ես քեզ եմ խնդրում իմ անցյալը ետեր իմ լուսի Ես եմ գուցե մեղավոր Որ չասեցի կարևոր Ես այս խոսքերը հավերժ Սիրում եմ ես քեզ Չէ որ մեր սերը դեռ կա Նա եղել է ու միշտ կմնա Հավատում եմ կգաս ու կասես վերջապես Որ սիրում ես ինձ պես Երբ դու չկաս իմ օրերն են դատարկ անորոշ Տես առած քեզ սիրելիս կյանքի կինն է մի գրոշ Ես դեռ պատրաստ չեմ ապրել առանց քեզ իմ անգին Ես քեզ եմ խնդրում իմ անցյալը ետբեր իմ լուսի Նազիկ Աբդալյան և Սևա Կամրոյան, մի գնացեք, մենք այս կանգառում սպասում ենք ձեզ, ծափարությունները նրանց Գիտեմ ձեզ համար ծանր չի Նազիկ ջան է ճամպրուկը, բայց ամեն դեպքում դրեք Ես ուզում եմ արդից օգտվելով ողջունել Արամին Ավակյան, Միացյալ Նահանգներում բնակվող այս գեղեցիկ երգի համար, որը տենց մնացել է պատմության մեջ մեր որպես ռոմանտիկ սիրային կատարում եւ լսել մեկնաբանություններ, սկսեն Գարիկից, խնդրեմ։ Կարծում եմ մեր այս զույգը արդեն վարպետացել է միջավայրեր ստանալու մեջ, որտեղ ամեն իրանց ելույթը մի հատ տենց ուրիշ յուրահատուկ միջավայր է, պարզապես շոու չի, այլ ոնց որ մի հատ ժամանակահատված է, մի հատ տրամադրություն է, մի հատ ինչ-որ մեկի կյանքից մի հատ սենց հատված է։ Այդ մասով դուք անգերազանցել եք, շատ ուժեղ եք։ Երգի մասով դե իհարկե եթե մի պահ կտրվենք իմ անձնական ցանկությունից, որ պետք է տոն լինի, վերադառնանք այսօրվա խորագրին, որ 2000-ականները պետք է բնութագրեք, սա 2000-ականները բնութագրող ամենա երգերից է։
Կոնկրետ։ Ինձ համար չէ, բոլորի համար էլ սա սուբյեկտիվ բան չի։ Այն ժամանակվա երկարվեստի մեջ շատ վառ sense երգեր կան ու այս երգը դրանցից մեկն է, այդ առումով էլ հաստատ շատ ճիշտ ընտրություն է կատարել։ Իսկ կատարելու առումով ինձ թվում է, քանի որ իր երգի տունը պետքա շատ ցածր երգեք ու երգի կրկներկերը շատ բարձր պիտի երգեք ու այդ շատ ծայրահեղ դիապազոնների մասին է խոսքը, Սևակը, քանի որ վարպետ է նաև երգի, ինքը շատ լավ էր ազգում ու փշաքաղաստող երգել ես ապրես Սևակ ջան, իսկապես Նազիկի համար իսկապես սա բարդ էր, որտեվ առաջին հերթին իր տոնայնությունը չէր, երկրորդ հերթին պահանջում էր այս տիպի ծայրահեղ թռիչքներ երգի մեջ։ Այն ինչ որ դու արեցիր, սովորական երգից շատ ավելի ջանք էր պահանջում քեզնից, որ պիտի աներ, այնպես որ բարդությունները հասկանում եմ որտեղ կարային լինեին, որտեղ որ կոմոդ ստացվեց, դրա համար ուզում եմ երկու անգամ ավել ծափարեմ, ապրես։ Որտեղ որ չստացվեց, իսկապես բարդ երգ էր։ Իր ամենալավ կողմերով հանդերձ մրցույթային երգի համար բարդ երգ էր, որպեսզի վերցնեիք ու փորձեիք կատարեիք։ Դու ամենայն դեպս կանցեք։ Ռիսկ էր։ Դու էլ ոնց որ գնաս ու ռիսկի մեջ մտնես։ Այս բնավորությունը։ Ո՞ս ես ռիսկի գնալ։ Այս միջավայրը շատ փափուկ էր, ավես էր, ապրեք։ Ինչ լավ է, Շնորհակալություն։ Արամ ջան։ Շնորհակալություն, հրաշք ես հիշեմ։ Իսկապես սա թվում է թե բավականին հեշտ երգ է, բայց ինքը ունի իր կատարողական բարդությունները ու ապրեք, որ կարողացաք այդ կատարողական բարդությունների խութերում դուրս գալ տակից ու ներկայացնել գեղեցիկ երգեցողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Լուիզա։ Նազ, մի բան ասեմ, դու միջև այս ունեցել ես շատ հրաշալի կատարումներ։ Ցույց ես տվել մեզ, որ դու կարող ես ավելի բարձր նշաձող քեզ համար սահմանել։ Այս պարագայում միգուցե երգը քեզ մի փոքր խեղճացնում էր կամ ճամպրուկներն էին ծանր, այդ ծանրությունը փոխանցվել էր Այդ մեկը բացառվում է։ Չէ, Այդ մեկը բացառվում։ Չէ, դե լավ։ Եթե ճամպրուկները չէին։ Ո՞ր մտնել այդ կնոջերն բարդ։ Գտանք նոր վերսիան։ Ավակյան մեղավոր երգը բարդ է։ Արամին Ավակյան կխնդրեմ։ Չի անցապես գրել ես երգը։ Ինչի է 2000-ականներին։ Ինչի պետք է։ Շնորհակալություն։ Մի խոսքով ձեզ առաջարկում ենք մի հատ sense հետաքրքիր ֆիլմիկ ունենաք փոքրիկ, որտեվ այնքան հետաքրքիր կերպարներ եք, իրոք որ շատ համահունչ եք ու շատ լավն եք դուք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Լուիզա ջան, շնորհակալություն։ Հասմիկ Կարապետյան, խնդրեմ։ Ցանկացած զուգերգ, երբ որ երգում են տղամարդը եւ կինը եւ դա տղամարդու երգ է, այս բարդությունը միշտ էլ առաջացել եւ այս երգում առավել եւս, քանի որ տուները ցածր դիապազոններում են, իսկ կրկներկները շատ ավելի բարձր։ Բնականաբար Սևակը զողակի նման, այո, ինչ երգել տաս նա կերգի, վայելում ենք, Սևակ ջան, շատ շնորհակալություն։ Նազիկին շատ եմ սիրում որպես մարդ, որպես կերպար եւ ես օրինակ իմ անհատական կարծիքն է կցանկանայի, որ այս երգը չընտրվեր, միևնույն է շատ սիրելով այս երգն եմ ասում, ինչու, որովհետև ես նախկին ելույթներում լսել եմ շատ ավելի լավ վոկալ։ Չնայած մենք այդ չի, որ սպասում ենք Նազիկից, բնականաբար, բայց ամեն դեպքում կցանկանայի։ Համարը շատ գեղեցիկ էր բեմադրված, ակամայից տեղափոխվեցի Ամանորյա ինչ-որ հանրայինի ագանյոկները, իսկապես այդպիսի ինչ-որ շունչ էր գալիս, շատ շնորհակալ եմ գեղեցիկ խաղի համար։ Եվ հենց այս պահին ես ուզում եմ ծափարենք մեր զույգին եւ ճանապարհենք կանաչ սենյակ։ Չողեք ճամպրուկները, ես կտանեմ։ Եթե իհարկե կարողանամ։ Սևակ եւ Նազիկ! Շնորհակալ ենք շատ այս գեղեցիկ կատարման համար։ Դե եղանակին համահունչ։ Շատ ասում են, որ պետք է ցանկացած ոլորտում լսել մասնագետներին ու անել այն, ինչ ձեր սիրտն է ուզում։ Իսկ առհասարակ կյանքում այդ սկզբունքով եք առաջնորդվում, թե մեծ մասամբ ավելի շուտ նախընտրում եք, որ լսեք մասնագետներին, կողքի կարծիքները։ Բնականաբար ես որպես մարզիկ ես նախընտրում եմ, ինձ համար շատ կարևոր է մասնագետների կարծիքը, բայց երկը այդպես
մի քանի հոգով որոշեցինք, որ այս երգը լինի, ինչի համար չեմ փոշմանում, շատ եմ սիրում այս երգը, բեմադրության հետ կապված մենակ կարող եմ ասել, որ ես անընդհատ այս օրերին փորձում էի մի հատ հասկանալ ինչ է զգում կինը, երբ որ ինքը սպասում է տղամարդու չի գալիս, այնքան դժվար է մտնել, ես այդպես տունը կանգնած փորձում եմ ուզում եմ հասկանամ այդ էմոցիաները, որ կարող եմ արտահայտել, որովհետև իրոք բարդ է մտնել այդպեսի կնոջ Ինձ հետաքրքիր է դու դա ոնց էիր փորձում, տանը նստում էր միայնակ, սպասում էր, ասում էր ոչ մեկը չգա։ Ես մենակ եմ։ Մինչև գիշերվա 4-ը մի եկեք, ես դեռ պետքա փորձեմ։ Բայց ընդհանուր առմամբ իրականում շատ գեղեցիկ էր կատարումը եւ մենք բոլոր շատ վայելել ենք եւ շատ գեղեցիկ բեմականացում էր եւ իսկապես ինչպես նշեց Գարիկը 2000-ականների, այնպես եմ խոսում իբր ես այդ տարիքում 2000-ականների Երևանի այդ տրամադրություն դուք իսկապես փոխանցեցիք։ Ժյուրի անդամներն էլ ձեզ շատ ուշադիր լսել են։ Հիմա տեսնենք թե ինչքանով է սիրվել ձեր համարը իրենց կողմից։ Եկենք լսենք Արամ։ Շնորհակալություն Անի եւ մենք անցնում ենք միանգամից գնահատականներին Գարիկ Պապոյան 9 Հրաշք Քեշիշյան 8 Լուիզա Ներսիսյան 9 Հասմիկ Կարապետյան 9 Շնորհակալություն 9-8-9-9 ինչ կասեք, ինչպիսին են տպավորությունները գնահատականներից։ 8-ը դուրս չեկա։ Եթե շատ անկեղծ լինեմ, բայց իրանց կարծիքն է, որ ընդունում ենք։ Շատ լավ, ես առաջարկում դուք արդեն գնաք, հանգստանաք, որտեղ համոզված եմ, որ շատ եք հոգնել այս ընթացքում։ Իսկ մենք արդեն անցնենք այսօրվա եզրափակիչ համարին։ Մեր վերջին զույգը այսպիսի զիգզագաձև տպավորություն էր թողել ժյուրիի մոտ, որովհետև սկզբում հիացմունք էր, հետո ինչ որ մի բան պակաս էր, հետո նորից հիացմունք, բայց մենք չենք ուզում, որ այն լինի զիգզագաձև, որովհետև այս զույգը կարող է գնել միայն առաջ եւ դա կարող է անել կատարյալ կերպով։ Սարո Գևորգյան եւ Շուշան Ստեփանյան։ Our dreams, they finally come true. Ես շատ գոհ եւ երջանիկ եմ մեր նախորդ ելույթից, անկախ ամեն ինչից ընտեղ երևի կային ինչ-որ բաներ, որ իդեալական չեղան, բայց ես վայելել եմ ամբողջությամբ, հուսամ դու էլ, հուսամ հանդիսատեսնել։ Այո, ես շատ տպավորված եմ այդ ելույթից, քանի որ ժյուրին բոլորը մեզ գնահատեցին բարձր եւ այդ օրը մեր ամենաերջանիկ ուրախ օրերից մեկն էր 4 հատ 10 գնահատական ստանալը նենց հետաքրքիր զգացողություն է, ուրախ եմ որ կյանքում մի անգամ ունեցա այդ փորձը։ Հաջորդը երգելու ենք հայկական էստրադա։ Իմ ամենասիրելի երգերից մեկն է Էմի եւ Սուպեր Սաքո, եթե դու գնաս։ Եթե դու գնաս ամառվա շոկին, կտանես քեզ հետ իմ տխուր հոգին։ Ետարի ու սերդ բեր Երգը ես դեռ շատ փոքր էի, որ լսել եմ 2008 թվականին իմ ամենասիրելի երգերից մեկն էր ու մինչև այսօր ես շատ եմ սիրում այդ երգը։ Բեմադրությունը չենք ուզում փակագծերը բացել, բայց շատ էմոցիոնալ է, ես անգամ փորձի ժամանակ արցունք է ինձ մոտ գնացել։ Չեմ տեսել։ Մենակ նա իրեն է տեսել։ Շատ հուզիչ պատմություն է ստացվել բեմադրությունը։ It's you. Please leave a message. Thank you. To disconnect, press 1. If you still want to leave a message for this person, press 3. In the beginning, it was all like a dream that's so hard to believe in, like a fantasy, like every good beginning. Every good thing has an end. I guess that the end is today. If you go away. Եթե դու գնաս ամառվա շոկին, կտանես քեզ հետ իմ տխուր հոգին, երազները թող զավարնեն երկին, տանեն վերև մեր այն սերը։ Եթե դու գնաս արշան հովին,
կտանես քեզ հետ իմ տխուր հոգին երազները թող սավառնեն երկինք տանեն վերև մեր այս սերը երազները ինձ տանեն վեր որ տեսնեմ քեզ ինը քիրի իմ միակ ետ որ I used to think you're my other half But I love you like I used to not You're so much older now That is little girl finally grew up Looking in the mirror, who's that? They say one good girl, she's forever Now I used to think crying, she's forever Dreaming about good old days, good old ways Hey, singing a sad song If you go away Եթե դու գնաս ծմրան ծրտին Կտանես քեզ հետ իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին Տանեն վերև մեր այս սերը Եթե դու գնաս գարնաս լովին Կտանես քեզ հետ իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին Ու տանեն վերև մեր այս սերը Երազները ինձ տանեն Դեպի վեր որ քեզ տեսնեն Ինչ տխուր եմ առանց քեզ Ետարի ու սերը բեր Եթե դու գնաս ամառվա շոգին Կտանես քեզ հետ իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին Տանեն վերև մեր այս սերը Եթե դու գնաս աշնան հովին Կտանես քեզ հետ իմ տխուր հոգին Երազները թող սավառնեն երկին Ու տանեն վերև մեր այս սերը Եվ մի անգամից ոնց որ անցնենք կարծիքներին, որպեսզի տակ-տակ էմոցիաներ վայելենք, Գարիկ։ Ես կարծում եմ այս երկու աստղի պատմության մեջ եղած ամենագեղեցիկ համարներից մեկն էր։ Եվ նաև քանի որ ամեն ելույթից հետո սա չեմ կարողանում ասել, ուզում եմ հավաքական շնորհակալություն ասել Հովանեսին ու Նահիրեին։ Այս համարի գլխավորությամբ ուզում եմ բոլոր այն համարների համար շնորհակալություն ասել, ինչու եմ ուզում հավաքական ասել, որովհետև ամեն շաբաթ եթե մարդը սենց բան է մտածում, ինքը նորմալ մարդ չի։ Ու ես այդ յուրահատուկ լավ իմաստով աննորմալության համար շնորհակալություն եմ ասում Նահիրեին ու Հովոյին։ Ես չգիտեմ ոնց կարելի է այսքան կրեատիվ լինել։ Դուք հասկանում եք ինչքան մեծ պատասխանատվություն է դրված նաև ձեր վրա, որ այսքան աշխատում են համարի վրա եւ վերջում դուք եք այդ համարը ներկայացնողները ու դուք ինչքան պետքա եւ հոգեպես պատրաստ լինեք եւ ժամանակ տրամադրած լինեք, որպեսզի sense դետալային այդ համարը իդեալական մի դուբլից խաղակ այնպես որ բոլորս փշակաղվենք, Սարո դու այսօր անթերի էիր, իսկապես անթերի էիր։ Գարիկ ջան, ես ասեմ, որ առաջին անգամ եմ անգլերեն ռեփ կարդում ու այսօր այդ օրն էր։ Ու շնորհակալ եմ երկու աստղին, որ ես դա արեցի։ Շուշան ջան, բրավո քեզ, որովհետև այսքան մարդկանցով շրջապատված մենակ մարդ խաղալը մի նավակի վրա տենց հերու կորած ու ոչ մի պահ չզգացվի, որ այսքան մարդ քո կողքն է ու սենց մոտիկից շատ նայում է, հետ էլ է լուրջ տաղանդ, որ դու կարողացել ես այդ տիպի կենտրոնալ ու բոլորիցս առանձնանալ, անգամ բոլորիս հենց դիմաց լինելով։ Քեզ էլ եմ ուզում ասեմ բրավո։ Շնորհակալ եմ, ես նենց տպավորված եմ շատ զգացմունքային համար եւ շատ ճիշտ երգ էի ընտրել այս երգը։ Սա էլ է եղել 2000-ականներին ու այսօր մենք տեսանք ինչ բազմաժանր է եղել 2000-ականները։ Շնորհակալ։ Նաև իմ մանկության ամենասիրելի երգերից մեկն էր ու տեսահոլովակներից մեկը, որի ռեժիսորն է Հրաչը Քեշիշյան, եկեք շատ բարձր ծափահարենք, որովհետև այդ տեսահոլովակը վառ այսօր ես նայում եմ ու ուղղակի հիանում եմ, չկա այդպիսի տեսահոլովակ դեռ։ Հուսով եմ ես կունենամ, չէ, պարոն Քեշիշյան։ Այդ վերցրու քեզ։ Պարոն Քեշիշյան, խնդրեմ։
տեսահոլովակի սկզբում կա մի գրառում։ Երկու զուգահեռ գծեր սիրահարվեցին, ողբերգություն։ Դուք այսօր խաղացիք այդ ողբերգությունը երկու զուգահեռ գծերի, որոնք երբեք չեն հանդիպելու իրար ու բրավո, շնորհակալություն այն էմոցիաների համար, որ մենք 3 րոպեների ընթացքում ստացանք։ Շուշան, տպավորված եմ, դու փորձում էիր խաղալ այդ ողբերգությունը, դա իսկապես շատ արժեքավոր է։ Շնորհակալություն, որ այս բեմում ես եւ ես որպես ցանկություն, ամենևին սա խորհուրդ չէ, որպես ցանկություն շարունակիր այս ուղղությունը, փորձի սովորել այդ ունակությունները ու գնա այդ աշխարհ, որովհետեւ քեզ մոտ իսկապես դա ստացվում է։ Շնորհակալ եմ, դա իմ երազանքն է իրականում։ Շնորհակալ եմ շատ։ Սարո, դու ամեն անգամ վերցնում ես մեկ նշաձող ավել եւ այդ մեկ նշաձող ավելը հաղթահարում ես հեշտությամբ, թեթևությամբ, այնպես որ հանդիսատեսը, հեռուստադիտողը չզգա այն ջանքը ու աշխատանքը, որ արվել է մինչև այսօր։ Եվ ես կարծում եմ իսկական արտիստի համար ամենակարևոր բանը դա է։ Անել այնպես, որ մենք չզգանք, թե ինչպիսի աշխատանքի հետևում պահված։ Մենք զգանք այն թեթևությունը, որով մեզ նվիրվում է այն էմոցիան, որի համար մենք այստեղ ենք։ Շնորհակալություն ձեր աշխատանքի եւ ձեր տաղանդի համար։ Շնորհակալություն պարոն Քեշիշյան այս TED Talk-ի համար, փոքրիկ մաստեր կլաս էր։ Լուիզա Նեսիսյան, խնդրեմ։ Ես կարող եմ ասել, որ ձեր յուրաքանչյուր ելույթի ընթացքում մի տեսակ sense թարմ օդ է գալիս, այսինքն նոր շունչ։ Դա ձեզնից է, ձեր Generation Z-ից է երևի, չգիտեմ, այդ դուք կարողանում եք ու երևի թե մոտիվացնում եք նաև Նայիրեն եւ Հովանեսին, որ հենց ձեզ այդ ոճով կարողանան բեմադրությունները անել։ Ես ձեզ շնորհավորում եմ եւս մեկ անգամ ունեցանք հրաշալի կատարում եւ ունեցանք անսպասելի ավարտ։ Ես կարող եմ ասել երկու աստղի շրջանակներում ճիշտ եմ, չէ՞ ասում, հա։ Շրջանակ բառը, հա։ Չէ, երկու աստղը։ Ես կարծում եմ երկու աստղի շրջանակներում սա ամենաանսպասելի ֆինալ ունեցող կատարումներից մեկն էր։ Այդ ինչ հավես էր, լուրջ եմ ասում, որպես հանդիսատես, սենց մի հատ չգիտեմ ինչ եղավ, հա դող անցավ իմ միջով, որ Շուշան ինձ թվաց իսկապես գլորվեցիր անդունդը։ Ու այդպես ցավ էի ապրում քո հերոսու հետ միասին։ Մի խոսքով շնորհավորում եմ, հավես էր շատ։ Շնորհակալություն։ Լուիզան նշեց թարմոտ եք բերում, ես առաջարկում եմ դուք գաք քաղաքով մի քիչ քայլեք։ Ակրեք օդը քաղաքի։ Հասմիկ Կարապետյան, խնդրեմ։ Շուշան ջան, Սարո ջան, ես շնորհակալ եմ այս էմոցիաների համար, որոնք վերապրեցի։ Գիտեք, այլ բան է ուղակի երգելը, այլ բան է փոխանցել հանդիսատեսին իմաստը այդ երգի։ Ձեզ մոտ դա միանշանակ ստացվեց, շատ ինձ գրավեց բեմադրությունը այս երգի, որովհետև դե տեսահոլովակը բոլորս նայել ենք, գիտենք, բայց դուք մաքսիմալ կարողացաք այս փոքր տարածքում ձեր ապրումներով, ձեր դերասանական խաղով փոխանցել մեզ այն, ինչ զգում եք, շատ Շուշանին հավանեցի իր այդ փոքրիկ անկյունում, հա, նավակի վրա, որտեղ ինքը փորձում էր մեզ դատալ, քեզ մոտ դա ստացվեց Շուշան ջան, շատ հետաքրքիր էիք նայվում միասին, Սարո ջան, շատ հետաքրքիր ձայն, եւ եթե դու այսօր առաջին անգամ էր ռեփ կարդում, ես ասեմ, որ կարող ես նորից անել այդ ամեն ինչ, որովհետև այսպես ստացվում է քեզ մոտ, եւ քանի որ հանգամանքներից ելնելով, ես պետք է լքեմ ձեզ, բոլորիդ կներեք, մի քիչ շուտ։ Դու գնում ես տիրելիս։ Ես գնում եմ։ Եվ փակում ես դուրը քո հետևից, բայց չփակես դուրը քո չփակելով։ Գիտեք, ես ուզում եմ իմ գնահատականը հիմա բարձրաձայնել Շուշանի եւ Սարոյի գնահատականը եւ լքել ձեզ։ Մենք քեզ լսում ենք։ 10։ Սիրում եմ ձեզ։ Մի րոպե, ես էլ եմ ուզում գնահատական տալ, հիմա չենք։ Դու սպասիր, դու դեռ ժամանակ ունես։ Դու կարող ես ուղղակի գնահատել Հասմիկի արարքային։ Օրինակ ես հիմա որ երգեմ կգնահատես։ Ինձ թվում է ճիշտ կլինի, որ հա նա մեզ վաղ է լքում, ուրեմն թող երգի, մենք էլ գնահատենք նրան, թող գնա։ Խնդրեմ Հասմիկ։ Ես գնում եմ սիրելիս, եւ փակում եմ դուրը իմ ետևից, գնում եմ սիրելիս,
Երկոցողության համար 10, Վերջի գնալու կտորը համար չթողեցի կանեմ։ Արամ, բայց օու մի ասա, էլ ետ հեղինակայնը, սիրում եմ բոլորի ձեզ տոնական տրամադրության շարունակություն։ Երկեցողության համար 10, իսկ գնալու համար 1։ Շնորհակալություն։ Միանում ենք Լուիզայի կենասին։ Սարո և Շուշան։ Ինչքան հրաշալի կատարում էր, չեմ կարող բացատրել, բոլորս իսկապես շատ հիացած ենք։ Մի քիչ կպատմեք ումներ երգի ընտրությունը, ինչու հենց այս երգը, մի քիչ ավելի ուրախ երգը չկար, հարցրեց ոչ տոքսիկ հաղորդավարը։ Նախ շատ շնորհակալ ենք բոլորին։ Սա իմ մանկության ամենասիրելի երգերից մեկն է, ողջունենք Էմիին, շատ այս գեղեցիկ երգի համար, տեսահոլովակի համար ու ես վայելել եմ, ուղղակի չեմ զգացել ոնց է անցել այդ 3 րոպեն, որովհետև լրիվ երգի մեջ էի, չգիտեմ։ Եվ ասեմ, որ դա զգացվում էր, որ դուք վայելում եք այսօր ելույթը, ոչ լարվածություն, հնարավոր է որ կար լարվածություն, բայց համենայն դեպս դա մենք չենք զգացել եւ զգացում էր, որ դուք իսկապես այսպես թռչում եք բեմում։ Ինձ հետաքրքիր է, դուք պատանի տարիքում ինչպիսի երաժշտություն էիք լսում, արդյոք հայկական էստրադա էիք լսում, թե արտասահմանյան էիք նախընտրում, հետաքրքիր է։ Ես քիչ եմ լսել հայկական էստրադա, համար Սարոն կպատասխանի։ Բայց այս երգին հաստատ ծանոթ եք։ Ես էլ ուզում այս երգեինք։ Ես շատ լսել եմ հայկական, բայց իմ մանկության ամենասիրելի երգիչներից մեկն է եղել Stevie Wonder, Michael Jackson, Beyoncé, այն ժամանակ առանձին չէր Beyoncé-ն, խմբով էր, ու հայկական էստրադան շատ եմ սիրել, ամեն ինչ լսել եմ։ Սաներվածքդ այդ ոճով է, հա, ոգեշնչված։ Jay-Z։ Մենք արդեն հասկացանք, իսկ կա ինչ-որ ժանր ոչ, որով կուզեիք հանդես գալ հենց երկու աստղում, կուզեիք մնալ նախագծում եւ հենց այդ ժանրով հանդես գալ։ Ես ռոքով կուզեի, որ արդեն ունեցել ենք, բայց նաև կուզեի մնանք, որովհետև հաջորդ երգը, որ նախապատրաստել ենք, շատ լավ ներկայացնում է Սարոն իր վոկալային տվյալներով։ Չեմ ասի։ Կուզեի հանդիսատեսը տեսնի նաև Սարոյի իրական ձայնը։ Իսկ արդյոք կերքեք թե ոչ այդ ժանրում, մենք կիմանանք եւ մենք գիտենք, որ դուք արդեն 1-10 գնահատական ունեք, ինձ թվում է արդեն շատ սպասելիքները բավականին բարձր են, եկեք տեսնենք, թե մյուս ժյուրի անդամները ինչպիսի գնահատականներ են նախապատրաստել։ Արամ, մենք պատրաստ ենք։ Մենք էլ ենք պատրաստ Անի ջան եւ այսպես Գարիկ, խնդրեմ։ Համարի վերջում Շուշանի անմնացորդ աղթամարվելու համար միանշանակ 10։ Շնորհակալություն, Հրաշք Կեշիշյան, 10, Լուիզա Ներսիսյան, 10։ Հասմիկին էլ գիտեք։ Արդեն երկրորդ թողարկումն է, դուք 40 միավոր եք ստանում, էսի չեք անում, մի հատ կանգ ստանեմ։ Շատ շնորհակալ ենք ժյուրիին, հիմա անկեղծ Շատ անսպասելի էր, ես շատ երջանիկ եմ եւ շնորհակալ։ Շատ ուրախ ենք, շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր ամեն մի աշխատանք, շնորհակալ ենք մեր շքեղ ռեժիսորին, որովհետև ուղղակի գժական բեմադրություն էր եւ ամբողջ հանրայինի անձնակազմին։ Բոլորին շատ շնորհակալ ենք ու շնորհավորում եմ բոլորիս, քանի որ ես համարում եմ, որ բոլորս արդեն հաղթել ենք։ Այո, իսկ մենք ձեզանից ենք շնորհակալ, որ դուք այսքան աշխատասեր եք, այսքան տաղանդավոր եք եւ միշտ շատ յուրահատուկ եք ներկայանում եւ դա անում եք կատարյալ, ապրեք դուք շատ։ Իսկ մենք արդեն մոտենում ենք կրկին մեր ամենալարված պահերից մեկին, Արամ, արդեն ես ջղայնանում եմ, վախենալու աստիճան շուտ է հասնանում այս պահը, սենց ոնց կլինի, այ Արամ ջան։ Անի ջան, ես զարմանում եմ, որ դու զարմանում ես իրականում, մասնակիցների թիվն ամեն թողարկման հետ պակասում է, տարօրինակ կներ, եթե տևողությունը ավելանար, բայց եթե ուզում ես, կարող ենք խնդրել մի երգիչել եւս մեկ անգամ երգի։ Չէ՞ լավ, դա կատակ է։ Մեր արտիստերն իրենց գործն արդեն արեցին, ժյուրին հերթականությամբ գնահատեց բոլորին, այժմ ժամանակն է, որպեսզի գնահատի հանդիսատեսը։ Պատրաստ է արդյոք հանդիսատեսը գնահատելու։ Եվ այսպես, ես հաշվում եմ 1, 2, 3 եւ քվեարկությունը համարում սկսած։ Գնացինք 1, 2, 3, քվեարկությունը սկսված է։ Գնացինք։
քվեարկությունն ավարտված է, շնորհակալություն։ Հենց հիմա օդում պտտվում են մեր հանդիսացի քվեարկության արդյունքները, մեր ժամանակ է պետք դրանք բռնելու, դասակարգելու եւ ժյուրիի տված գնահատականների հետ համադրելու համար։ Մինչ իմ գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ, վերադառնանք կանաչ սենյակ, Անի։ Արա, մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ես դու վերջապես հայտարարելու հանդիսատեսի քվեարկության արդյունքները, բայց առաջարկում եմ, որպեսզի այս րոպեները շատ ծանր չթվան, մենք լսենք եւս մի հրաշալի կատարում, որը ի դեպ կիրականացնի ոչ թե մեր արտիստներից մեկը, այլ հյուր արտիստը։ Ասեմ, որ այս երգը, որ մենք լսելու ենք, մեզ տեղափոխելու է անցյալ։ Այս երգի տակ շատերս ենք լացել, հիշել մեր անցյալ սերը, փորձել հետ վերադարձնել անցյալը։ Իսկ թվում արդեն բոլորդ գուշակեցիք, թե ում մասին է խոսքը։ Սիլվա Հակոբյանն է բեմում իր 2000-ականների հիթով գիշերը։ Ես ուզում եմ երազել, ես ուզում եմ քեզ սիրել, ես ուզում եմ քեզ ներել, բայց ուշ է, իմ հոգում մշուշ է ու թախից, հեռացել ես ինձանից, թողնելով ինձ քեզ ճամփին, մոռացել ես իմ մասին, կուրացել էր քո հոգին, ես չեմ ուզում քեզ մոռանալ, իմ անցյալից լուր հեռանալ, այս խաբկանքին, այս տանջանքին անհնար է դիմանալ, ես չեմ կարող քեզ մոռանալ, սիրել եմ, քո սիրուց արփած չեմ նկատել, որ ուրիշն է քեզ կերել, որ ուրիշն է քեզ տիրել, ուրիշին ես դու սիրել, լռել եմ, հավատով սպասել եմ, որ կգաս, քո սխալը դու կզգաս, և նորից ինձ սեր կտաս, իմ կյանքին նոր շունչ կտաս, քո հոգով ինձ կյանք կտաս, ես չեմ ուզում ձեզ մոռանալ, իմ անցյալից լուր հեռանալ, այս խաբկանքին, այս տանջանքին անհնար է դիմանալ, ես չեմ կարող ձեզ մոռանալ, իմ անցյալից լուր հեռանալ, այս խաբկանքին, այս տանջանքին անհնար է դիմանալ, ես չեմ կարող քեզ մոռանալ, ես չեմ ուզում ձեզ մոռանալ, իմ անցյալից լուր հեռանալ, այս խաբկանքին, այս տանջանքին անհնար է դիմանալ, ես չեմ կարող քեզ մոռանալ,
Ալեքս Սիլվային այս կատարման համար մենք բոլորս տեղափոխվեցինք անցյալ։ Իրականում եկավ թողարկման այն պահը, որը ես ամենաշատը չեմ սիրում, քանի որ հենց ճանապարհում եմ բոլոր մեր զույգերի մեմ, անպայման մեկը պակասում է։ Դրա համար մինչև վերջին վարքյան ուզում եմ այստեղ բոլորով մնանք, բայց ցավոք արդեն հասունացել այդ պահը եւ դուք պետք է գնաք դեպի բեմ։ Իսկ ես հրաժեշտ եմ տալիս հեռուստադիտողին։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ձեզ մաղթում եմ հրաշալի հանգստյան օրեր եւ եկեք միասին տեսնենք, թե ինչպես է թողարկումը այսօր ավարտվում։ Դուք կարող եք գնալ, ես ձեզ հետ եմ, ուժեղ մնացեք։ Առաջին ալիքի եթերում դուք դիտում եք երկու աստղ նախագծի երկրորդ եթերաշրջանի 6-րդ թողարկումը, որը կարող ենք անվանել նաև կիսաեզրափակիչ, քանի որ նախագծում մնացած 4 զույգերը հայտնվելու են եզրափակչում։ Հաջորդ շաբաթ նախագիծը ոչ ոք չի լքի, ելույթ կունենան բոլորն ու կսպասեն գալա համերգին, իմանալու թե հեռուստադիտողի քվեարկության համաձայն ով է դարձել երկու աստղի աշնանային եթերաշրջանի հաղթողը, բայց եկեք այդքան առաջ չընկնենք, ամեն բան իր ժամանակին։ Իսկ ես ուզում եմ նկատել, որ անդադար փորձերին գումարվել է սպասումը, հոգնածությունը ու մի քիչ էլ բարակած նյարդերը։ Եկեք ջերմ ծափահարություններով ասենք շնորհակալություն մեր արտիստներին ամեն շաբաթ այս երաժշտական տոնը ստեղծելու համար։ Ապրեք դուք շատ, շնորհակալ ենք ձեզանից շատ։ Իսկ հիմա պարզենք, թե այսօրվա 5 զույգերից որ մեկն է ժյուրիից ստացել առավելագույն թվով, իսկ որն ամենաքիչ միավորները։ Քանի որ 5 զույգ ենք, այդ ամենը գուշակելը շատ հեշտ է։ Այսօր ամենաբարձր թվով միավորները ժյուրիից ստացել են Սարոն եւ Շուշանը։ Ծափահարություններ նրանց։ Իսկ հակառակ բևեռում ամենացածր միավորները ստացել են Նազիկը եւ Սևակը։ Ծափահարություններ նաեւ նրանց։ Ժյուրիի գնահատականները կազմում են թողարկման արդյունքների 50%-ը, իսկ մյուս կեսն ապահովում է հանդիսատեսի քվեարկությունը։ Այդ երկու 50-ները համադրելով մենք հասկանում ենք ում գրկել, ում հետ տխրել, ում ուղարկել տուն, իսկ ում հետ միասին ուրախանալ։ Նախքան այդ լսենք ժյուրիի ամփոփիչ խոսքը։ Պարոն Քեշիշյան, խնդրեմ։ Միանշանակ շնորհակալություն բոլոր արտիստներին, միանշանակ շնորհակալություն այն մեծ թիմին, ովքեր աշխատում են արտիստների հետ, այս տոնը մեզ պարգևելու համար, ինչ վերաբերվում է գնահատականներին, սիրելի արտիստներ, սիրելի մասնակիցներ, շատ խիստ մի դատեք նաև մեզ, որովհետև ամեն բան պահի եւ համեմատության մեջ է հետաքրքիր եւ այն գնահատականները, որ հնչում են ժյուրիի անդամների կողմից, դրանք այդ պահի անձնական տպավորությունների արդյունք են։ Եվ հավատացեք, որ դուք առանց այդ գնահատականների էլ տաղանդավոր եք, բազմաշնորհ եք եւ հիասքանչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Քեչիշյան, ոգեշնչելու, ոգևորելու համար իրոք պահն է, որովհետև արդեն այսքան ամիսներ շարունակ նրանք աշխատում են եւ այս ոգևորումները թե ծափարությունների տեսքով, թե դուրսը որ տեսնեք մեր մասնակիցներին, միշտ ասեք ապրեք, դուք շատ լավն եք, որովհետև իրանք իրոք շատ լավն են եւ հասել են արդեն կիսաեզրափակիչ փուլ, ծափարություններ, ծափարություններ։ Վերջ, այստեղ արդեն գովասանքի խոսքերը դադարում են, որովհետև ինձ հուշում են, որ ժամանակն է եկել տանջելու մեր մասնակիցներին, ճակերտավոր եւ ասելու այն զույգերի անունները ըստ հերթականության, որոնք մնում են նախագծում, վերջում կմնա 2 զույգ եւ մենք կպարզենք թե այդ զույգերից ով է լքում նախագիծը, իսկ ով շարունակում պայքարը։ Ասեմ, որ հերթականությունը, որ ես ասելու եմ, ընդհանրապես կապ չունի միավորների քանակի հետ շատ թե քիչ, սա ուղղակի ռենդոմ, ինչպես սիրում ենք ասել այդ բառը, պատահական սկզբունքով ես ասելու եմ զույգերի անուններ, ովքեր անցնելու են հաջորդ փուլ։ Եվ այսպես առաջին զույգը, ում մենք ուղարկում ենք կարելի ասել եզրափակիչ փուլ, այդ զույգի մասնակիցների անուններն են ամեն ինչ շատ կանխատեսելի էր։ Սարո եւ Շուշան։ Ծափարում ենք, բարձր ապրեք։ Ապրեք շատ, կհանդիպենք եզրափակչում։ Մենք շարունակում ենք մնաց 4 զույգ, հիշեցնեմ, որ այսօր 4 զույգից 3-ը շարունակելու են պայքարը, իսկ վերջին զույգին մենք հրաժեշտ ենք տալու։ Ես հնչեցնում եմ հաջորդ զույգի անունը, ով անցնելու է եզրափակիչ փուլ։ Եվ այդ զույգի մասնակիցների անուններն են մեծ նյով Ռոբերտո եւ Սոնա։
Եվ այսպես, մնաց 3 զույգ, բեմին մնաց 3 զույգ, նրանցից 2-ը գնալու են ուրախ զվարդ, միգուցե այլ մի զույգն է գնա ուրախ զվարդ, որտև լիքը գործ կա անելու, եթերից դուրս, նոր տարի է վերջը, եւ այսպես, հաջորդ զույգը ով գնալու է պատրաստվի եզրափակիչ փուլին, այդ զույգի մասնակիցների անուններն են, կրկին մեծ նյով, Սրփուկ եւ Արամ, Պոսեյդոնը եւ Աֆրոդիտեն ձեռքի բռնած, ուրախ փայլուն եւ նետահարված գնում են եզրափակիչ փուլ։ Մի փոքր վիրավոր, բայց ինձ թվում է կկազդուրվեն մինչ եզրափակիչը։ Եվ այսպես, տիկնայք եւ պարոնայք, սիրելի հեռուստադիտող, հանդիսատես եւ ժյուրի, 2 զույգ, Անահիտ Նինա, Սևակ եւ Նազիկ, այս զույգից մեկը այժմ կանցնի հաջորդ փուլ, իսկ մյուս զույգին մենք ասենք շնորհավոր նոր տարի, ուրախ տարի լինի։ Եվ այսպես, շատ պատասխանատու պահեմ, շաբաթներ շարունակ նրանք տանջվել են, աշխատել են, սիրվել են, որպես զույգ։ Պետք է հիշեցնել նաև, չմոռանալ, որ նրանք երկուսն էլ եղել են վտանգավոր գոտում հաղորդման ընթացքում, բայց դրա մասին չի խոսքը։ Ես ուզում եմ ասել, որ շաբաթներ շարունակ նրանք երգել են, ուրախացրել են, նրանք հայտնի են դարձել իրենց դուետ տանդեմով, ինձ գրում են օրինակ Instagram-ով, այս ինչ, ձեր մասն են գրում, իսկ դուք ինձ հարցում են, իսկ դուք քվեարկում եք թե ոչ։ Ես ասում եմ ոչ, ես իրավունք չունեմ, քանի որ ես հաղորդավարն եմ։ Քվեարկել է այսօր հանդիսատեսը, քվեարկել է ժյուրին եւ ժյուրի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում այսօր նախագիծը շարունակում է այս զույգը, որի մասին ես հեսա կասեմ, այսա մի քիչ է, սպասեք հեսա, մի փոքր էլ, սպասեք իմ ականջին կհնչեցնեն այդ մասնակիցների անունները, իսկ մինչ այդ ուզում եմ հարցնեմ ոնց եք։ Լավ եք, ընդհանուր տրամադրությունը լավ է ամեն դեպքում, սա շոու է, տանջալից մի հատված, ես չեմ սիրում ես պահել լուրջ եմ ասում, ինձ էլ ասեն մի անգամից ասեմ ու գնամ, բայց չեն ասում։ Եվ այսպես, եզրափակիչ փուլ են անցնում Անահիտ եւ Նինան։ Տակությունը վրատ, դու անցնում ես եզրափակիչ փուլ, պատկերացրու հլը։ Ցավոք նախագիծը լքում են Սևակը եւ Նազիկը, ահա այսպիսի, պաչինց, ահա այսպիսի իրավիճակ ստեղծվեց մեզ մոտ, ծափահարություններ մեր զույգին, մի հատ բարձր ծափահարություններ, շնորհակալություն քեզ Նազիկ ջան, որտեվ դու արեցիր անհնարինը։ Երաժշտությունից այդքան հեռու լինելով դու կարողացար այստեղ ապացուցել, որ ընդհանրապես կապ չունի թե սպորտսմենս թե ոչ, երգը երբ որ քո ներսում է լինում, բեմի վրա դու փայլում ես։ Ծափահարություններ Նազիկին։ Բրավո։ Սևակին, ինձ թվում է կլինի երևի ամփոփիչ խոսք, պարոն Քեշիշյան, խնդրեմ։ Ես ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել այն բոլոր ջանքերի եւ այն ժամանակի համար, որ դուք նվիրել եք այս նախագծում մեզ, որովհետեւ մենք ստացել ենք գերագույն հաճույք ձեզ տեսնելու այս բեմում, լսելու ձեզ միասին ու սա հիանալի փորձառություն էր եւ մեզ համար եւ կարծում եմ նաեւ ձեզ համար։ Նազիկ ջան, ես գիտեմ, որ դուք սկսում եք մեծ ճանապարհորդություն դեպի կրթական սպորտի ուղղությամբ եւ ես ուզում եմ, որ ձեր բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ, այնպես ինչպես դուք դա միշտ ապացուցել եք ու մեզ ցույց եք տվել։ Ես ուզում եմ, որ ձեր յուրաքանչյուր նախագիծ ունենա գեղեցիկ արդյունք։ Սևակ, շնորհակալ ենք քեզ այս գեղեցիկ օրերի, այս գեղեցիկ երգեցողությունների, այս գեղեցիկ պատմությունների համար, որ փորձեցիր տալ մեզ Նազիկի հետ միասին։ Ապրեք, շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, կարծում եմ հիմա ձեր խոսելու ժամանակն է, խնդրեմ, Սևակ ջան, կարող ես սկսել դու։ Սիրով, շնորհակալություն եմ հայտնում, մեր շնորհակալության հերթն է, նախ ասեմ, որ շատ ուրախ եմ այս պրոյեկտին մասնակցելու համար, ի սկզբանե իհարկե ինքը մրցույթ է, բայց
անկեղծ որպես մրցույթ չենք վերաբերվում, այլ ամեն համար փորձում ենք հաճույք ստանալ եւ այդ պահը ապրել։ Շնորհակալություն ողջ թիմին, ժյուրի անդամներին, շատ ուրախ ենք այսպիսի համագործակցության համար, բայց ես պիտի ասեմ ամենակարևորը ուրախ եմ, որ ես ճանապարհը անցել եմ Նազիկի հետ։ Ուրիշ մեկի հետ չէի պատկերացնի այս ճանապարհը եւ դրա համար շատ ուրախ եմ։ Բրավո։ Նազիկ ջան, մենք լսում ենք քեզ։ Ես էլ իրականում իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ինձ այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար, քանի որ երբևիցե ես չեմ էլ պատկերացրել, որ ես կարող եմ բեմում երգել, հետնել կենտանի այդպես կատարմամբ, վոկալից ու այդպես երկարվեստից այդքան հեռու, նաև դերասանական այդ ամեն ինչը ես ապրեցի, սիրեցի բեմը շատ, շնորհակալ եմ բոլոր կարծիքների, գնահատականների, բոլոր նրանց, ովքեր մեր համար քվեարկել են, բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս հզոր նախագծի վրա, եւ միայն մի բանի համար եմ ափսոսում, որ մենք չկարողացանք ներկայացնել մեր գալիք համարը, որովհետեւ իրոք մի համար էր, որ մենակ դրա համար էի ուզում անցնել ամենայն անկեղծությամբ հաջորդ փուլ, որ ներկայացնեի, բայց հուսով եմ նոր տարվա այո այդ միջոցառման ականյութին ես վստահ եմ եւ խոստանում եմ այդ հնարավորությունը ունենալու եք միանշանակ։ Շնորհակալություն։ Ես ուղղակի մի բան կարող եմ հավելել, որ դուք եկաք մասնակցեցիք երաժշտական մրցույթի եւ հասաք կիսաեզրափակիչ փուլ եւ վստահ եմ նույնքան, որ մեզանից ոչ ոք չէր կարող գալ ծանրամարտ ու հասնել կիսաեզրափակիչ փուլը դառնում ես վստահ եմ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ծափարություններ մեզ դուքին։ Ահա եւ վերջ, այսօրվա երկու աստղը մի քիչ նոստալգիկ էր, քանի որ մեզ վերադարձեց անցյալ, իսկ թե ուր կտանի հաջորդը կիմանանք մեկ շաբաթից։ Իդեպ հաջորդ թողարկմանը մեր արտիստները հանդես կգան մրցույթային վերջին կատարումներով, որից հետո կբացվի քվեարկությունը։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից երկու աստղի եզրափակիչ փուլում։ Հաջողություն։